Քրիստոս հարյավի մեռելոց։ Ալելույա։ Մատթեոս ավետարանիչը գրում է 28-րդ գլխի առաջի խոսքից այդ հատվածը կարդամ, որ հասցրել է կարդալու, պատրաստվել է Տիրոջը տան մեջ, հարսի մեջ, Տիրոջը փառավորելու, դա շատ կարևոր է այսօր տոնը քրիստոնյա աշխարհին։ Տերը փառավորվի։ Շաբաթ գիշեր, երբ Մեկշաբթի կլուսնար, եկան Մարիամ Մագդաղանացին ու մյուս Մարիամը գերեզմանը տեսնելու։ Ահա մեծ երկրաշարժ եղավ։ Վասնզի Տիրոջ հրեշտակը երկնքեն իջավ, գնաց դռները մեկդի գլորեց քարը ու անոր վրա նստավ։ Անոր տեսքը փայլակի պես էր ու անոր հանդերձները ձյունի պես ճերմակ։ Անոր վախեն պահապանները խռովեցան ու մեռածի պես եղան։ Հրեշտակը սավ կիներուն, մի վախնակ, քանզի գիտեմ, թե կփնտրեք Հիսուսը, որ խաչվեցավ։ Անհոժ չէ, վասնզի հարություն առավ, ինչպես գրված էր։ Եկեք տեսեք այնտեղ, ուր Տերը պարկած էր։ Շուտ մգացին անոր աշակերտները, ասին թե անիկա մեռելներեն հարություն առավ, եւ ձեզ մի առաջ Գալիլա կերտա, հոն պիտի տեսնեք զանիկա, ահա ձեզի սի, անոնք շուտ մը գերեզմանեն ելան վախով ու մեծ ուրախությունով վազեցին աշակերտներուն պատմելու, երբ կերտային անոր աշակերտներուն պատմելու, Հիսուսը անոնց դեմ ելավ ու սավ, ողջույն ձեզ, անոնք մոտենալով անոր ոտքերը բռնեցին ու երկրպագություն էին անոր, այն ատեն Հիսուս սավ անոնց, մի վախնակ, քանզի իմ եղբայրներուս ասեք, որ Գալիլա երթան հոն, զիս պիտի տեսնեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Պիտի աղոտ կանենք, աղոտքից առաջ նորից 19 համարի երգի բառերն էլ հետևյալն ասում, իրար հետ միասին այդ մասնակցություն ունենք, մի տունը պիտի ասեմ, հետևյալն ասում, հարուցյալ է Տերն այսօր, ալելույա, նա հաղթողի և հզոր, ալելույա, իր մահվամբ հիանալի, ալելույա, մեզ կանչեց միշտ կենթանի, ալելույա, մեզ կենթանի, կենթիեցուց, աղոթենք, շարականը երկենք եղբայրներ, երկենք շարականը, այր մերը, քանի որ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը
հավիտյանս հավիտնից, ամեն, փառավորում ենք քեզ բարձրյալ Աստված, կամեցար Տեր Հիսուս, Որդուն ուղարկեցիր երկիր քո փառքը թողելով, փառք քեզի Տեր, եկար մեզ համար, եկար հարսի համար, եկար Տեր Հիսուս, քեզի սիրողների համար, եկար քեզի հավատացողների համար, եկար Տեր Աստված, փրկելու, փառք քեզի Տեր, շնորհակալ ենք Տեր Աստված, շնորհակալ ենք Տեր քո արած բոլոր սիրո գործերի համար, Աստվածային գործերի համար, երկնքի համար, որ ճանապարհը ճշմարտությունը դուռը դու ես Տեր, արդարությունը դու ես, փառք քեզի Տեր, օրհնում ենք քեզ, մեծարում ենք քեզ Տեր, խնդրում ենք Տեր ողորմություն անես, որ Տեր Աստված մեր բերանը բացենք փառաբանությունով Տեր, գոհությունով ու շնորհակալությունով Տեր Աստված, օգնի Տեր ողորմությունը, որպես հանդիսատես չգանք Տեր, այլ գանք քեզի պաշտողներ, փառավորողներ, քեզի սպասողներ, հավատարիմներ Տեր Հիսուս Քրիստոս, հարս եկեղեցին ջերմակ բեզներով հանդերձներով Տեր Հիսուս քո արդարությունով քո աչքոմը կանելու Տեր, օրհնես Տեր երկերը, օրհնես ծառայությունը խոսքերի, օրհնես ամեն մի միջոցառում Տեր, փառավորում ենք քեզ, մեծարում ենք քեզ Տեր Աստված, մենք էլ չծուլանանք մեր մտքի սրտի մեջ միաբանությունով աղոթքով, միաբանությունով մասնակցությունով Տեր, քեզի փառավորելու, քեզի մեծարելու արժանի ես Տեր, նայ մեր եղբայր քույրերի ճանապարհն էլ օրհնես Տեր, բոլոր ընթացքը Տեր քեզ ենք հասնում, փառքը, պատիվը, զորությունը քեզի Տեր Աստված, գոհություն քեզ, զորություն քեզ Տեր Աստված, ով որ հիվանդա բժշկված գնաց, ով որ տկարա զորացած գնաց, ով որ ինչ հոգս ու կարիք որ ունի, քո կամքի համաձայն, քո փառքի համաձայն Տեր Հիսուս ողորմություն առած գնա Տեր Աստված, փառք քեզի Սուրբ Հոգի, փառք քեզի Սուրբ Հոգի, օրհնում ենք քեզ Տեր Աստված, օրհնում ենք հոգով ու ճշմարտությունով երկրպագություն անելու Տեր, ողորմի Հայր դու տենց ես ուզում որ քո զավակները որ քեզի օրհնեն Տեր, աբադե դեպս փառք քեզի ապին հեմել վարը փառք քեզի գոհանում ենք Տեր, բաց մեր բերան ընդամենը փառաբանություն, ընդամենը գոհություն, շնորհակալություն, ճանապարհ, ճշմարտություն Հիսուս, փառք քեզի Տեր, որովհետև ուրիշ մեկով փրկություն չկա, անկեզատ ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ մարդոց մեջ տրված, որով կարող ենք փրկվել, փառք քեզի Տեր Հիսուս, գոհություն, շնորհակալություն Տեր, օրհնում ենք քեզ Տեր Աստված, փառք քեզի Տեր, զորություն քեզ Տեր Աստված, օրհնում ենք, Ալելույա Տեր Աստված, փառք քեզի, փառավորում ենք Հայր, Որդի, Սուրբ Հոգի, ալելույա, ամեն։ Redemption's hill, where your blood was spilled.
broken within, overwhelmed by the weight of your sin, Jesus is calling. Have you come to the end of yourself? Do you thirst for a drink from the well? Jesus is calling. Oh, come to the altar. The Father's arms are open wide. Forgiveness was bought with the precious blood of Jesus Christ. Leave behind your regrets and mistakes. Come today, there's no reason to wait. Jesus is calling. Bring your sorrows and trade them for joy. From the ashes a new life is born. Jesus is calling. Oh, come to the altar. The Father's arms are open wide. Forgiveness was bought with the precious blood of Jesus Christ. Oh, come to the altar. The Father's arms are open wide. Forgiveness was bought with the precious blood of Jesus Christ. What a Savior, isn't He wonderful? Sing hallelujah, Christ is risen. Bow down before Him, for He is Lord of all. Sing hallelujah, Christ is risen. Oh, what a Savior, isn't He wonderful? Sing hallelujah, Christ is risen. Bow down before Him, for He is Lord of all. Sing hallelujah, Christ is risen. Oh, come to the altar. The Father's arms are open wide. Forgiveness was bought with the precious blood of Jesus Christ. Oh, come to the altar. The Father's arms are open wide. Forgiveness was bought with the precious blood of Jesus Christ. Bear your cross as you wait for the crown. Tell the world of the treasure you found. Oh, come to
անես եղբայրներ քուրեր շնորհակալության ու գոհության աղոթքով երկրպագություն անենք իրան մենք խոնարհվում ենք քո ոտքերիդ առաջ Աստծո որդի երկրպագություն ենք անում քեզի եւ աղաչում ենք քեզի որ այսօր հարության զորությունը երևա այս վայրի մեջ որ ամեն մարդ կենթանանա որ երևա քո հարությունը ամեն սրտի մեջ ամեն հոգու մեջ որ այսօր Տեր ովքեր որ ընկճված են Տեր արթնանան զորանան Տեր Հիսուս ովքեր որ այսօր մեռած են հոգևորապես կենթանանան քո հարության զորության ներքո այսօր ովքեր որ ընկած են Տեր կանգնեն քո հարության զորությունով ովքեր որ Տեր հուսահատված են Տեր լցվեն հույսի զորությունով Հիսուս Քրիստոսի անունով օ Տեր թող գործի հարության հոգին այս վայրի մեջ թող ներգործի Սուրբ հոգին այս վայրի մեջ ինչպես որ հարություն տվեց Քրիստոսին Սուրբ հոգին այսօր թող հարություն տա ամեն մեկին այստեղ ամեն մեկի հոգու աշխարհու մեջ որպեսզի դառնան քեզի մեր ունայն ճամփաներիցը օ հալելույա փառքեզ օ հալելույա փառքեզ դու կենթանի ես Հիսուս եւ դու ուզում ես որ ամեն քեզ հավատացողը կենթանի լինի կենթանացրում ես օ հալելույա փրկիր մեզ օ հալելույա փառավորիր քո անունը Տեր շնորհակալ ենք քեզանից փառավորիր քո անունը մեծարենք քո անունը Տեր Աստվածս շնորհակալ ենք քեզանից Հայր օրհնյալնի քո սուրբ անունը փառքեզի գովություն քեզի հալելույա ամեն փառավորում ենք շարունակում ենք փառավորել սերլիներ In the darkness we were waiting, without hope, without light, till from heaven you came running. There was mercy in your eyes, to fulfill the law and the prophets. To a virgin came the word, from a throne of endless glory, to a cradle in the dirt. To reveal the kingdom coming and to reconcile the lost, to redeem the whole creation. You did not despise the cross, for even in your suffering you saw to the other side, knowing this was our salvation. Jesus, for our sake you died. Moved for good, for the Lamb had conquered death, and the dead rose from their tombs, and the angels stood in awe, for the souls of all who to come to the Father are restored, and the Church of Christ was born. There the Spirit lit the flame. Now this gospel truth of old shall not kneel, shall not faint. By his blood and in his name, in his freedom I am free. For the love of Jesus Christ, who
Ով հզոր Աստված, անկննելի, անզննելի, ինչպես ցածրացար, ինչպես մարդացար եւ ունայնացար, ինչպես աղքատի նեղ ու քարքարոտ ճամփեքով անցար, նոր ծնված պահիդ ծակեց ծղոտը քեզ այն մսուրի, դեռ փոքրիկ մանուկ փնտրում էին քեզ, որ քաշեն սրի, քո աստվածային փառքը թողեցիր, իջար, ցածրացար, այս խելագորույս աշխարհի մարդկանց եկար միացար, ոչ կարիք ունես, ոչ էլ կարոտ ես որևէ բանի, թշվառս, ինչպես այս մեծ խորհուրդը գլխում տեղանի, լուսե պսակդ փոխեցիր փշե պսակով, որ թշվառներիս մաքրես ու սրբես, լցնես քո փառքով, ինչն ստիպեց հոժարակամ հագար մարմին մի տկար, եւ քայլեցիր խաչված կյանքով, խաչի ճամփան այն երկար, Աստված ես դու, սակայն եկար, մարդու որդի կոչվեցիր, որ այսօր ինձ մարդու որդուս Աստծո որդի կոչեիր, այնքան իջնել, ցածրանալդ կարծես թե քիչ էր, էլի դեռ հոժարեցիր մեջտեղ մեռնել, մինչ Աստված ես դու անմեռ, ախ, այսքան էլ ունայնացում, խոնարհվել ու ցածրացում, սակայն մենք մեր փոշի տեղով մեզ մեծ բան ենք դեռ կարծում, իմաստության Տերը դու ես, բայց խելագար ասացին, իսկ մենք սաստիկ նեղանում ենք, թե լավ չասեն մեր մասին, հպարտության վնասները խոնարհությամբ փակեցիր, սատանայի սև գործերը իմաստությամբ քանդեցիր, որ այսօրվա հպարտներիս մի դաս լինես գեղեցիկ, եւ վերջապես մենք հասկանանք, որ ասկյանքն է վաղանցիկ, խոնարհության դասը, Տերս, շատ դժվար ենք հասկանում, մենք ուզում ենք քեզ նմանվել, բայց քեզպես չենք ցածրանում, ցանկանում ենք մենք էլ քեզպես, դևեր հանել ու բուժել, հպարտ սրտով փորձ ենք արել, ամաչել ենք ու տուժել, դու քեզ բարի չանվանեցիր, ով բարության աղբյուր սուրբ, բայց բարի ենք մեզ անվանում սրտի խորքում, ձևով նուրբ, Հիսուս փրկիչ, զլանում ենք քայլել քո քայլած ճամփով, բայց ուզում ենք կողքիդ նստել մեծ շուտքով ու մեծ փառքով, փափագում ենք տիրանալու չքնաղ փառած պսակին, բայց չենք կարող հոժար լինել թշնամու մեկ ապտակին, այն գազազած մեծ ամբոխը, երբ գոչում էր խաչ հանել, խաղաղ սրտով խորում էիր, միայն ներել ու ներել, բայց այսօր իմ եղբայրը ինձ, թե մի քիչ խիստ խոսք խոսի, ախ, իմ սիրտը թեև թաքուն, մեկ է իրենը կասի, փոխիր դու ինձ, Տեր իմ Հիսուս, ապրիր, գործիր դու իմ մեջ, որ թե մեկը սիրտս բանա, լոկ քեզ տեսնի նրա մեջ։
առաջնորդ ամեն բանում Իր սիրտս լիովի Խաչա Քրիստոս Տերանքի Որքան ծարավեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքը քեզ Աղաչում եմ քեզ փրկիչ Առաջնորդիր ինձ ընդմիշտ Որքան ծարավեմ ես քեզ Ինչ անուշ է դեմքը քեզ Աղաչում եմ քեզ փրկիչ Առաջնորդիր ինձ ընդմիշտ 737 համար երկ Ոգևոր կյանքս պատերազմել Երիք ունեմ շատ սխալներ Բայց ընդությունս վերնել Միգուցե ունեմ շատ սխալներ Բայց ընդությունս
Տիրոջ խաղաղությունը հարազատներ, ես կուզենայի մի քանի իմ կյանքում պատած հրաշքների հետ կիսվել ձեզ հետ, ուրեմն նախ ինչպես մտահավատքի մեջ 88 թվին երևի երկրաշարժից հետո հիվանդացա ու բուժում չկար, օրը լինում որ մի քանի անգամ կարիք էր լինում նույնիսկ շտապ օգնության եւ ամեն մի նոպան ինձ թվում էր թե սա վերջինն է լինելու իմ կյանքում. Եվ առանց հասկանալու գնում էի էլ էքստրասենս, էլ բաղ գուշակող, էլ ես իմ մոմ թափող ու մտածես, որ չի գնում ավելի վատանում էր վիճակս, վերջինս խորհուրդ տվեցին հավատացյալների մոտ գնալ։ Այն ժամանակ Զեյթունում Համբոյի կլուբ էին ասում, մի հատ կինոսրահ կար, կինոթատրոն, այնտեղ էին հավաքվում էր հավատացյալները։ Ուրեմն գնացի Հովին ասի, հարցրեցի, ով է ձեր, ասենք ղեկավարը, հովի ներկայացավ, որ ինքն է, ես շատ համառոտ պատմեցի իմ պրոբլեմի մասին, որ քանի ամիս պարկել եմ հիվանդանոց, անգամ չի օգնել եւ այլ, ժողովրդին հրավիրեց աղոթքի իմ համար, աղոթք արեցին, ձեռնադրեցին, իհարկե ձեռքեր դրեց գլխիս, աղոթք արեց, Աշոտ եղբայրներ, հիմա Ֆրեզնոյում էինք, ուրեմն Շուգիզեմ սենց զգացողություն ունեցա, որ սենց ինչ-որ փշիպես բաներ են դուրս գալիս գլխիցս, դա ես խոսում եմ 90 թվականի մասին, ծմրան, մինչև առայսօր ես այդ հիվանդությունից ազատ եմ, չկա հարկ տիրոջես, երկրորդ, հետո արդեն մտահավատքի մեջ տարիները գլորվեցին եւ այլ, մի քանի վիդեատություններ բան, եկա հասա Ամերիկա, ուրեմն հիշում եմ, եթե չեմ սխալվում, Արմեն եղբայր 21 թիվն էր երևի, մի խոսքով, օրը երկուշաբթի էր, եղբայրական ունեինք, շատ վատ էի զգում, անբնական փքվել էի, փորս ստամոքսս ուռել է, դե ստամոքսի պրոբլեմ ունեմ, երկու անգամ վիրահատացա այն ստամոքսս մենակը, զանգեցի եղբորը, ասի Արմեն եղբայր, շատ, ասենք, ցավերի մեջ եմ անհասկանալի, անտանելի, չեմ կարող գալ եւ խնդրում եմ իմ համար աղոթք անեք։ Ուրեմն լավ հիշում եմ 7-15-ից ցավերս անցավ մինչև 9-20 9-20 ցավերս նորից սկսեց, հասկացա, որ եղբայրականը արդեն ավարտվել է։ Ուրեմն մերին ուրեմն ինչ արեց, ասի չէ, չեմ գնալու հիվանդանոց վերջը զանգեց տղայիս, եկան ժղայնացան վերես, կանչեցին այդ emergency-ին, տարան հիվանդանոց, սրսկեցին, հանգստացրեցին, հետազոտեցին, պարզեց, որ 12 մատնի աղիքս ոլորում է ստացել։ Դա դու գիտեք, առանց վիրահատության աղիքի ոլորումից չես կարող պրսնել։ Հաջորդ օրներ թե մյուս օրներ, առավոտյան արդեն հագուստս փոխել էին, անալիզներն արել էին, պատրաստում էին վիրահատության արդեն, Արմեն եղբայրը այցելեց։ Ժամը 12-ի կողմերն էր, մի տեսակ երևի անհանգիստ է ինչ-որ շարժումների անում, եղբայրը նկատեց, ասեց Լևոն ջան, ինչ ա եղել։ Դա ասի պետքա մորֆի սրսկեն, ուշանում են, հեսա ցավերը սկսի, չեն սրսկում, չեն գալիս։ Մի անգամից վայբերում դրեց, հիշում եմ, եկեղեցին աղոթք արեց, մի 10-15 րոպե հետո շատ կներեք իհարկե, բայց տուալետ ուզեցի։ Ասի Արմեն եղբայր, սենց բան է, դա ինչ կարա լինի, ասի շատ լավ էլի, աղիքս երբ արդեն բան է, կրիզիսն անցավ, սկսեց աշխատել։ Վերջը Հետո բժիշկը եկավ արդեն, այդ շլանգը քթիցս հանեցին, այդ օրն էլ պահեցին, ասին մի հատ վերջնականապես համոզվենք, մի հատ կեր տեսնենք, իրոք բացվել է աղիքը, թե չէ, նոր գնա տուն։ Փառք ամեն ինչ նորմալ էր, շատ լավ էր։ Հետո ուրեմն երիտասարդ ժամանակ, սպորտով պորապելու ժամանակ անհաջող ծնկով ընկել էի տատամի կողքերը բան փայտ կա, ելոր դրա վրա, ծունկս ճաքել էր, ձախ ծունկս։ Ես չէի իմացել այդ մասին։ Հետո որ տարիքս մի քիչ առավ, սկսեց շատ նեղել, շատ նեղել։ Անգամ ասենք գիշերները չէի քնում, տնքում էի, վեր էի կենում, տրամադոլ էի խմում եւ այլ։ Ուղարկեցին Թահանգա, չինացի լավ մասնագետ է, շատ լավ մասնագետ է, երկու անգամ նկարեց, ասեց ծունկդ շատ վաղուց, ասենք երկու մասի է բաժանված, ու ասենք այնքան ես ուշացրել, որ հնարավոր չի, ոչ ինքը իրան կպտի, ոչ ինչ-որ մի բան անենք, կամ պետք է թայթն դնենք, կամ 6 ամիսը մեկ սրսկենք։ Ես երկուսից էլ հրաժարվեցի, հետո եղսիկ քրոջը հարցրեցի, դե գիտեմ, որ երկու ծնկներն էլ փոխած են։ Ինչ կարելի լինի եւ այլ, դե ասեց, որ սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց հետո սովորում ես եւ այլ, մի խոսքով հրաժարվեցի, էլի խնդրեցի Արմեն եղբորը հոգս դրեց, աղոթք արեցին։ Մի որոշ ժամանակ անց
զգացի, որ ընդհանրապես ծնկիցավ չունեմ։ Դե կողքից ասենք, գիտեք, ծանոթ, անծանոթ, ասենք անհավատներ, կապեցին, թե քաշդ գցել ես երևի, դրանից էլ բանը, ծնկից ցավը երևի բանը, անցել է, հա։ Բայց ասենք ոնց որ in case, ոնց են ասում, ասի մի հատ գնամ ստուգվեմ։ Ապոինտմենտը վերցրեցի, գնացի, նկարեցի ինձնքս, ասի, հա շատ վատ է, հա վիճակը, դե գիտեմ որ բանը 2.5 եղած պետք է լինի ծունկս, էլ դրան բուժում չկա, ասի, ինչ 2.5, ինչ բան ծունկդ առողջ, ոչ մի ճակ չկա, ոչ մի կոտորվածք չկա, ամեն ինչ նորմալ, ֆակտից չէ։ Դե վերջի հրաշքներ գիտեք, ասեք, փոքրիկից ծնունդը գիտեք, վերջի հրաշքները որ եղավ, եղբայրը շատ լավ գիտի, շատ մանրամասն գիտի, ասենք դեկտեմբերի 28-24 թվի վարկավորություն հարաղություններ, հունվարի 19-ին կինս ասեց, որ ես երեխայի խաղ եմ ազգում։ Ճիշտ ասած, մեջ ես չհավատացի, որտեվ անհնար էր դա, հնարավոր չէր։ Ասի, ես իմ կարողա քեզ բան, բա չէ, բան վերջը գնացինք բժշկի ասեց, որ ոչի բան չկա։ Տուն եկանք, ասենք լացմա, բան, նեղված, ասի լավ, ես քեզ հավատում եմ, տիրոջս էլ վստահում եմ, ասին բժիշկների ասածները հետ, սպասենք։ Մենակ այդ դեղերը թարգի որ խոհում ես, այդ քնաբերը, այդ ես իմ չգիտեմ ինչերա վերջը, նարկոտիկները, նարկոտիկ դեղերը։ Մի խոսքով եւ բժիշկի գնում ենք, ասում են ոչի բան չկա, գնացինք մեր մոտ այնտեղ փամդելում 3D 4D կար այդ ուլտրասաունդը։ Ուրեմն մտանք, ասենք ասենք, այս դալիճի երևի 1/4-ի չափ սենյակ, ասենք ինքը պարկում է սեղանին քույրը, ասենք այդ ապարատով բանն ասկսում է նայել, ասենք մյուս կողմը մեծ TV-ա դրած ու ասենք դիվանի եւ այլ որ տանքի անդամները կարողանան նայեն։ Ուրեմն մենք արդեն հաշվել ենք, եթե ինքը հղի է, ոնց ինչ հաշվում ենք, պետք է աղջիկ լինի։ Այս ամեն ինչ ուզում անի, մի բան թող լինի, մի քիչ մխիթարվենք։ Ուրեմն դեռ ասենք այդ ապարատը, որով այն ինչը դրած էկրանի վրա, դեր ինձ ցույց տվեց գորգիս գլուխը։ Այս ասեցի Մերի ջան, հղի ես ու տղա է 100%։ Հա։ Դե վերջ ինչ որ է, հետո հաստատվեց ամեն ինչը։ Հետո բանը դեր ինձ հայտնեց, որ գորգիս ծնված օրը պիտի ծնվի այդ երեխան սեպտեմբերի 5-ին։ Հա, ասեցի, ասետ լա դեր ինձ հայտնի, ոչ մեկ ինչ չհավատաց, ոչ մեկ, մենակ քուրս հավատաց Երևանից, ինքն էլ հավատքի մեջ է։ Ուրեմն հայ ռիսկի տակ էր դրած։ Շաբաթը 2-3 օր գալիս ենք Բրբանկի հիվանդանոց, որ ստուգվեր։ Սեպտեմբերի 5-ն էր, գնացինք երեխու ծնունդներ, գերեզմանոց ընդդեպից գնացինք հերթական ստուգման։ Հա, ասին ամեն ինչ օքեյ, you can go home եւ այլ։ Նրան ասեց չի, ասեցի երեք ինչ որ մի բան եմ տեսել, շատ կասկածելի է։ Վերջը պահանջեց ուղարկեցին վերև մի 15-20 րոպե ստուգեցին, եկան սենց դեռներ սենց արած, ինչ որ մի բան կա մենք չենք հասկանում, բժշկուտ կանչենք։ Բժշկուն կանչեցին օֆիսից, եկավ երևի մի ժամ հետո, եկավ նայեց, ասեց քեզ էլ երեխուն էլ վտանգ է սպառնում, անհապաղ պետք է վիրահատենք, երեխուն հանենք, 8 ամսեկ կանա երեխան ժամանակ հղիություն։ Վերջը, քսեցինք բռնեցինք, որ ոնց որ չի կապնի առավոտ գնաս այնտեղ սուկ հանես, իրի գունը գաստեղ ուրախություն անես։ Դել քննեցինք տիրոջը, որ այդ հարցն լուծի, հա։ Այնտեղ սիստեմաներ, բաներ միացրին, ինչ որ դեղեր տվեցին, մի խոսքով կարեցան, հենց արեցին, որ օրը փոխվեց սեպտեմբերի 6-ով, նոր երեխան ծնվեց։ Տիրոջ փառք։ Քրիստոս հայրավի մեռելուց Փառավորվի Հիսուսի անունը քուրեր եղբայրներ ջան երանի թե այո մարդկությունը իրապես Քրիստոսի այս հարություն է իրապես ներսևանց այո ճաշակի լսի Աստծո որդու ձայնը կենթանանա եւ Սուրբ ոգին այո պիտի կենթանացնի ապրելու Տիրոջ անվան փառքի համար քուրեր եղբայրներ ջան, որովհետև այս հարության տոնը մենք գիտենք քրիստոնեական աշխարհը նշում է զատիկ, չէ, սեղանները չի, կարող է շատ ճոխ սեղաններ գցեմ, բայց ներսևանց ես կենթանացած չլնեմ, ես Հիսուսի ձայնը չլսեմ, սա էական չի քուրեր եղբայրներ ջան, լավը էդ էլ գոնե որ կա, բայց էականը նա է, որ մարդը
լսում է Քրիստոսի ձայնը, լսում է ավետարանի ձայնը, այո, Սուրբ Հոգին կենթանացնում է այդ անձին, եւ այո, այս տոնախմբությունը, այդ տոնը կատարվում է արդեն մեր ներսը կենթանացած լինելով հարուցյալ Քրիստոսի հետ, մենք արդեն կենթանի ենք ապրում, ոչ թե մեռած գործերի, ոչ թե մեռած կյանքի, հապա հարություն առած Քրիստոսով, քուրեր եղբայրներ ջան, արդարացած լինելով Հիսուսով։ Հիսուս հարություն առ ինձի քեզի համար, որ արդարացնի ինձի քեզի, հասկանում եք, ինչքան կարևոր է, այս խորհուրդը ինչքան կարևոր է, որ մարդը հարության խորհուրդը հասկանա, քուրեր եղբայրներ ջան, շատ կարևոր է մեր կյանքի մեջ։ Իսրայել ժողովրդին ուրեմն մենք նայում ենք, չէ, այնտեղ տոն էր սահմանվել, երբ որ Իսրայելը դուրս եկավ, չէ, տոն սահմանեց զատիկը կատարելու, չէ, որ այնտեղ անթթխմոր հացով եւ գառ էին ուտում, չէ, այդ գառը զոհաբերվում էր եւ այս տոնը ամեն տարի նշվում էր Իսրայել ժողովուրդը հիշատակի համար, չէ, որ Աստված ողորմություն է արել եւ եկավ պահը Հովանես Մկրտիչը կուզենամ կարդամ այդ մասը Հովանու ավետարան ուրեմն կարդում եմ առաջի գլուխ 29 խոսքից եւ ասում է հետեւյալ օրը Հովանես տեսավ Հիսուսը որ իրեն կուգար ու ասավ ահա Աստծո գառը որ աշխարհի մեղքը կվերցնե Քրիստոսին ասում է ահա Աստծո գառը որ աշխարհի մեղքը կվերցնե հիմա այնտեղ այդ գառը զոհաբերվում էր չէ խորհուրդ ուներ հին ուխտում այո սա որ կատարվում էր սա շուքն էր այո նոր ուխտի որ պիտի գա մեկը որ մեկը պիտի գա հոժարությամբ այդ գառի մորթվելու համար իմ պապիկս երբ որ գառ էր մորթում ես կողը կանգնած եմ եղել ամեն կենթանի որ ուզում են մորթեն խոզը կլնի ցուլը կլնի պայքարում ախփում ակծում չգիտեմ ինչ էր անում գառը ես որ տեսել եմ չէ պարկում ասես վիզնել ես կոմ տալիս է որ իրան մորթեն էլի հասկանում եք հիմա Քրիստոսի խորհուրդը որ հոժարությամբ եկավ մորթվելու այդ գառը անարատ իմ եւ քո համար մեղած համար որ մենք մեղավոր էինք Քրիստոս նպատակը քուրեր եղբայրներ ջան ես ուղղակի ուզում եմ տեսնեմ այս Քրիստոս գառի խորհուրդը որ ինքը հոժարությամբ այս կամավ եկավ մորթվելու ազատելու ինձի արդարացնելու փրկելու որպեսզի ես ապրեմ իր ճանապարհների մեջ քուրեր եղբայրներ ջան ես ուղղակի Շմով ուզում եմ մի քանի համարներ կարդամ այս գառի մասին, որ տեսնենք խորհրդանշում է Քրիստոսին, ուրեմն կարդալու եմ հայտնություն առաջի գլուխ, ուրեմն Հովանու հայտնություն առաջի գլուխ 5-ից կարդամ եւ Հիսուս Քրիստոս հավատարին վկայեն, որ մեռելներեն հարություն առնողներեն անդրանիկն է ու երկրի թագավորներուն ասում է իշխանը Քրիստոս ասում է մեռելներից հարություն առած անդրանիկն է հիմա մենք էլ Քրիստոսով իրանից հետո այո պիտի կենթանացրել է հիմա մարդը այտենց չի մեռնի նոր հարություն առնի մարդը հնարավոր է ապրում է բայց մեռած է ինքը ներսևանց հոգևորապես մեռած է հիմա այդ համարները կկարդան որ Քրիստոս է կենթանացնողը Աստծո խոսքն է կենթանացնողը Աստծո Սուրբ Հոգին է կենթանացնողը ինձի քեզի եւ այո դե շարունակության մեջ ասում է եւ ասում է անոր որ մեզ սիրեց ու մեզ իր այժունովը մեր մեղքերեն լվաց ասում է Քրիստոս մեզի սիրեց, մորթվավ այդ գառը, լվաց իր այրունով, որպեսզի ճերմակացնի, որպեսզի իր արդարները ըլան քուրեր եղբայրներ ջան, հավատալով Քրիստոսին, Տիրոջ անունը փառավորվի։ Եվ հայտնության 5-րդ գլխի մեջ այս համարներն եմ ուզում կարդամ, ուրեմն 5-ից կարդամ, իմ եւ բոլորիս համար։ Ասում է, ու երեցներեն մեկը ըսավ ինձի, մի լար Ահա հուդային ցեղեն եղող առյուծը Դավթին արմատը հաղթեց եւ որ այն գիրք ասում է գիրքը պիտի բանա ու անոր 7 կնիկները պիտի քակե այնտեղ ոնց որ գառը ցույց տալիս այստեղ ասում է հուդայի եղած առյուծը այսինքն առյուծը Քրիստոսին նկատի ունի իր հաղթանակած կյանքը որ Քրիստոս հաղթել է այո մահին եւ սատանային ասում է տեսա թե աթոռին 4 կենթանիներուն մեջտեղը եւ երեսներուն մեջտեղը կայնած գառնուկ մկար որպես թե մորթված որ 7 եղջյուր ու 7 աշկ ուներ որոնք Աստծո 7 հոգիներն են որ բոլոր երկիրը կղրկվին ասում է անիկա եկավ ու աթոռին վրա նստողին աշ ձեռքեն գիրքը առավ
Երբ գիրքը առավ, 4 կենդանիները, ասում է 24 երեսները գառնուկին առջև ընկան եւ ամենքն ալ քնարներ ունեին ու ոսկի խնկամաններ խունկով լեցուն, որ սուրբերուն աղոտներն են։ Նոր երգ մեկը երգերին ասելով. արժանի ես դուն այս գիրքը առնելու, ատոր կնիկները քակելու, վասնզի մորթվեցար ու քու այրունովդ մեզ ծախու առիր Աստծո համար ամեն ցեղե լեզվե ժողովուրդը ամեն ազգե Տիրոջ անունը փառավորվի ոչ մեկ արժանի չեղավ այդ կնիկները բանալու այդ գրքի մորթված գառնուկը Հիսուս Քրիստոսը արժանացավ այո բացելու այդ կնիկը եւ ամեն ցեղե ամեն լեզվե բերելու Աստծուն սեփական ժողովուրդ անելու քուրեր եղբայրներ ջան Տիրոջ անունը թող փառավորվի սա Աստծո խոստումն է Աստծո հրաշալի ծրագիրն է քուրեր եղբայրներ ջան եւ Քրիստոս այո հարությունը առել ինձի քեզի կենթանացնելու քուրեր եղբայրներ ջան եւ Հռոմեացիս 4:25-ը ուզում եմ կարդամ քուրեր եղբայրներ ջան ասում է որ մեր հանցանքներուն համար մատնվեցավ ասում է եւ մեզ արդարացնելու համար ասում է հարություն առավ տեսնում ես իմ հանցանքիս համար մատնվավ Քրիստոս այդ անարատ գառնուկը այդ Քրիստոս այո մորթվեցավ ինձի արդարացնելու համար քուրեր եղբայրներ ջան պատկերացնում եք Հիսուս չարչարվավ դրվավ գերեզման ու հարություն չառեր Պատկերացնում եք մարդկության վիճակը, իմ եւ քո վիճակը պատկերացնում եք, ինքը այսօր հարությունը առել, օրտնյալա իր հարությունը ինձի քեզի արդարացնելու համար, եթե ես հավատացել եմ Քրիստոսին, այդ թափած այրանը, որ ինքը մաքրել լվացել է ինձի, Աստված ինձի հայտարարում է դու իմ արդարն ես Անունը փառավորվի Ես սրտանց պիտի ընդունեմ սա եւ հավատամ այո հարուցյալ Քրիստոսին Այդպես նայում ենք շատ տեղերում Քրիստոս մեռավ ասես պանիխիդային բան ասես չգիտեմ ինչ վիճակը բայց Հիսուս հարություն առե Հիսուսի գերեզմանը դատարկ է անունը փառավորվի եւ ինքը հոր աջ կողմում նստած բարեխոսա ինձի քեզի համար թող Տիրոջ անունը փառավորվի հիմա երբ որ այս խոսքերը մենք լսում ենք մեր սրտի մեջ գալիս է այո մենք նորոգվում ենք իր ճանապարհների մեջ մենք շտկվում ենք եւ Սուրբ Հոգին այո կենթանության է բերում լման հասակի չափին է բերում եւ մենք ինչքան որ հանձնվում ենք ինչքան որ տրվում ենք Սուրբ Հոգին այո մենք սկսում ենք նորոգվել կենթանանալ հարուցյալ Քրիստոսը ձևավորվում է մեր մեջ մենք ապրում ենք Աստծո խոսքերը եւ այդ խոսքը կենթանացնում է մեզի ել մեռած գործերի ել մեռած կյանքի հետ գործ չունենք քուրեր եղբայրներ ջան արդեն մերժած այդ մեղքի կյանքը արդեն մերժած խավարի կյանքը այդ մերժած մենք ապրում ենք հարուցյալ կյանք Քրիստոսի հետ միասին Տիրոջ անունը փառավորվի եւ Հարությունը ինչ է մեզի վստահեցնում քուրեր եղբայրներ ջան Հարությունը այսօր ինչ է վստահեցնում եւ ասում է հարությունը մեզ վստահեցնում է որ նրա մահով ասում է մենք ստացել ենք մեղքերի թողություն ճիշտ է ասում է ու արդարացել ենք ոնց որ համարը կարդարացի չէ եւ ասում է սա ամեն բանը եղավ հավատքով ստացանք մեղքերի թողություն եւ արդարացանք Քրիստոսի հարությունը ասում է նաեւ որ նրանք ովքեր ասում է արդարացել են հավատքով նույնպես հարություն պիտի առնեն ու ստանան հավիտենական ու երկնային ժառանգությունը որ Աստված պատրաստել է բոլոր իրեն հավատացողներուն խոստում կա հասկանում եք այստեղ արդեն կենթանացած լինելով ես փրկված լինելով արդարացած լինելով կենթանացած լինելով եւ այս կյանքի մեջ նաեւ խոստում ունեմ որ իր ժառանգորդն եմ իր ժառանգակիցն եմ քուրեր եղբայրներ ջան հիմա ես այս համարները կկարդամ որ մենք ավելի հաստատվենք արմատավորվենք որ անգարջ չպատկերացնենք զաթիկը ձուներկելն է կամ բանն է մենք ապա կենթանի հարուցյալ կյանք ապրենք Քրիստոսի հետ նաև ուրախանանք նաև սեղանի շուրջ կլինի թե Աստված ինչքան որ կտա քուրեր եղբայրներ ջան հասկանում եք չէ մոտեցումը ինչ ոնց պետք է լինի թե չէ մենք որ նայում ենք քրիստոնյա ենք ազգովի քրիստոնյա ենք զաթիկը կարող սեղանները դնենք բայց հարուցյալ Քրիստոսից Աստծո որդու ձայնը ես չլսեմ ավետարանի ձայնը չլսեմ չապրեմ այդ կյանքը բայց քրիստոնյա ենք ասում ենք այսքան տարի քրիստոնյա ենք առաջինն ենք ես սրա համար շատ եմ ցավում ուղղակի որ մենք քրիստոնյա ենք բայց ավետարանի ձայնը չենք լսում հարուցյալ Քրիստոսին մասնակից չենք այդ կյանքին մասնակից չենք
Էլ ինչի մասին է խոսքը։ Ինչքան ուզում ես շատ մարդ հավաքի, ինչքան ուզում ես ձուն երկի, ինչքան ուզում ես ճոխ սեղաններ դիր, բայց եթե ես Մասնակից չեմ, Հիսուսին չեմ ճանաչում, իր հարության գործը խորհուրդը ինձի չի բացվել, ինչի մասին է խոսքը, քուրեր եղբայրներ ջան։ Ուրեմն կարդամ Հռոմեացիս 8-րդ գլուխ 11-ից կարդամ։ Իսկ եթե Հիսուս մեռելներեն հարուցարողին հոգին ձեր մեջ բնակած է, ուրեմն անիկա, որ Քրիստոսը մեռելներեն հարուցանեց, պիտի կենթանացնե ձեր մահկանացու մարմիններն ալ իր հոգիովը, որ ձեր մեջ կբնակի։ Սուրբ հոգու մասին ասում։ Քրիստոսին ասում է կենթանացնող հոգին ձեր մեջ կբնակի։ Կբնակի թե ոչ։ Աստծո Սուրբ հոգին կբնակի իր հարց եկեղեցու մեջ, անձերի մեջ, որպես մենք տաճար իմ ներսս կբնակի, անունը փառավորվի։ Եվ սա նշաններով, հրաշքներով երևում է, սա օտար լեզուների նշաններով երևում է, քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Եւ այո, այս կենթանության գործը սկսել է, այս նորոգության գործը սկսել է Աստված, Տիրոջ անունը փառավորվի։ Մեր կողմն է մնալ, հանձնվել եւ այո, պիտի ժառանգենք այն Աստծո տված խոստումը։ Շարունակեմ, ասում է, ապա ուրեմն եղբայրներ, պարտականենք ոչ թե մարմնին մարմնավորապես ապրելու համար, վասնզի եթե մարմնավորապես ապրելու ըլլակ, պիտի մեռնիք, բայց եթե հոգիով մարմնի գործերը սպանիք, պիտի ապրիք։ Մարմնավոր ապրելը, մարմնավոր խորհուրդը հասկացի մեր ադամական խորհուրդը, հին մարդու խորհուրդը, հին մարդով ապրելու խորհուրդը, քուրեր եղբայրներ ջան, բայց հոգևոր գործ է մեր մեջ կատարվում։ Աստծո Սուրբ Հոգին եկել է մեր հոգի հետ Աբբա Հայր կանչում, ճանաչացնում է մեր Արարիչին, մեր Հիսուս Քրիստոսին։ Հիմա այս գործը հոգևոր է, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա եթե Հիսուսի կանչը լսել եմ, Աստծո որդու ձայնը լսել եմ, բայց նորից խավարն եմ սիրում, ապրում եմ խավար գործերի մեջ, ասում է պիտի մեռնիք, թե հոգևորապես, թե հավիտյանս հավիտենից կորուստ։ Հիմա Տերը ուզում է, որ կենթանացրել է, ուզում է, որ ապրեն Քրիստոս կյանքով, հարուցյալ կյանքով, քուրեր եղբայրներ ջան։ Եվ շարունակելու եմ, ասում է, վասնզի անոնք, որ Աստծո հոգիովը կառաջնորդվին, անոնք Աստծո որդիներն են։ Քանզի դուք ծառայության հոգին չառիք կրկին վախնալու, ապա որդեգրության հոգին առիք, որ անով կկանչեք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն կուտա մեր հոգին հետ, թե մենք Աստծո որդիներ ենք։ Ասում է, եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդները, Քրիստոսին ժառանգակիցները, որպես թե իր չարչարանքներում կցոր տլանք, իր փառքինալ հաղորդ ըլլանք ամեն։ Տիրոջ անունը փառավորվի։ Օրինակ, այս վերջի մասը ո՞նց ենք հասկանում։ Քրիստոսի չարչարանքներին հաղորդ ըլլանք։ Հիմա սենց իրավիճակ է եղել, քույրիկը եկել է, ոնց որ ասում է, այս պահը եղբայր ջան հալածվում եմ, բայց նայում ես իր ապրած կյանքին, կամ եղբայրը, կապ չունի, քույրիկ թե եղբայր, նայում ենք իր վարմունքին, իր ապրելակերպին, հալածվում եմ Տիրոջ անվան փառքի համար, բայց նայում ես վարմունքը լավ չի, նայում ես ընթացքը լավ չի, նայում ես Աստծո խոսքի համաձայն չի, մարմնավոր ապրելակերպ։ Էսի չի նշանակում Քրիստոսի չարչարանքների համար, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես ինչ-որ սխալ եմ թույլ տվել, եթե ես ինչ-որ մեղքի հետ կապ կա, ու ինձի սրա համար հալածում են, ծեծում են, չգիտեմ ինչ են անում, էսի չի նշանակում Քրիստոսի չարչարանքների հետ հաղորդ տալ։ Քրիստոսի չարչարանքներին հաղորդ տալ, գիտեք որն է։ Երբ որ ես անիրավ տեղը ենթադրենք անարգվում եմ, երբ որ ես հավատքի մարդ եմ, Հիսուսի անունը իմ վրա է, ես Աստծուն հավատացել եմ, ինձի ծաղրում են, անիրավ տեղը ինձի հալածում են, զրպարտում են, զրկում են, չգիտեմ, տարբեր իրավիճակներ կա։ Հիմա մենք հələ այդ առաքյալներ, այդ մասը, այդ բանը չենք հասել դրան, այդ դժվարություն, նեղություն չկա։ Առաքյալներին կտրտվեցան, մորթվեցան, խաչեցին անգամ, Պետրոսին գլխի վայր, որ խաչում էին, ասում է, ինձի գլխի վայր խաչեք։ Ես արժանի չեմ, ասում է։ Հիմա տեսնում եք, երբ որ մարդու մեջ այո հարուցյալ կյանք է ապրում, իրական Քրիստոս կյանքն է ապրում, էլ կարևոր չի իր հին փթած ադամականը, հասկանում եք, մեր մեղքի այդ կյանքը էլ էական չի, ինձի ինչ ասեցին, ոնց վարվեցին, ես ապրում եմ
իմ ներսս հարուցյալ կյանք Քրիստոսի, ավետարանի կյանքը, սա է Քրիստոս կյանքը, քուրեր եղբայրներ ջան։ Եվ եթե ես համբերում եմ սրան, եւ թե քաղցրությամբ եմ տանում, ինձի անիրավ տեղը ցավացնողին, աղոթք եմ անում ինձի անիծողների համար, հալածողների համար, քուրեր եղբայրներ ջան։ Ես նաև կցորդ պիտի լամ այդ փառքինալ Հիսուս Քրիստոսի։ Տիրոջ անունը թող փառավորվի։ Եվ Աստված այս կյանքը յուրաքանչյուրիս մեկի մեջ կազմակերպում է, եթե ես ուզում եմ քուրեր եղբայրներ ջան։ Եվ տեսնենք ինչպես է կենթանացնում Եփեսացիս կենթանության մասով կուզենամ մենք տեսնենք ինչպես է Տերը մեզի այո կենթանացնում։ 2:1-ից կարդամ, ասում է դուք հանցանքներու մեղքերու մեջ մեռած էիք, ինքը ձեզ ասում է կենթանացուց։ Ես այտենց որոշեցի կենթանանամ, մարդու մեջ լավ բան չկա, այդ արմինն էլ ապականված է քուրեր եղբայրներ ջան։ Երբ որ ես մեղքերի մեջ էի, ապականված էի, ես այտենց չեմ կարա ինձի լավացնեմ, սիրունացնեմ, գամ Աստծո առաջ, ասեմ, ահա ես կենթանացել եմ, ահա ես ինչ չար գործերից պրծել եմ։ Ասում է, երբ որ դու մեղքերի մեջ մեռած էիք, սրա մեջ էիք, ինքը ձեզ կենթանացուց։ Երբ որ ես լսեցի իր ձայնը, երբ որ ավետարանի խոսքը լսեցի, եկա ասի, ահա ես ոնց որ կամ, հիմա տկար եմ, սխալ եմ, ես ինչ բանի մեջ եմ, Հիսուս ջան, ահա ես ոնց որ կամ, եկել եմ քեզի։ Այ Աստծո որդին կարա քեզի կենթանացնի։ Աստծո Սուրբ Հոգին կարա քեզի կենթանացնի։ Մարդը չի կարա ինքն իրան, ասում է դուք չեք կարա պստիկ բանը ձեր վրա, ասում է հասակի վրա կանգուն ավելցնել, ասում է։ Փոքր բաների մեջ չեք կարա, ասում է։ Հիմա ինձի պետք է ես գամ իրան հանձնվելով, որովհետև ես պիտի տեսնեմ, որ ամբողջովին ապականված եմ։ Այս Ադամ բնությունը փթած է քուրեր եղբայրներ ջան։ Եվ ասում է անոնց մեջ ժամանակին կքալեիք այս աշխարհի բռնած ճամփովը, այս օդի իշխանությանը իշխանին ուզածին պես, այն ոգին, որ հիմա ապստամբության որդիներուն ներսիդին կներգործե։ Օդի իշխանը կար, մեր հին բնությունը իր տերիտորիան է, հակառակորդի, եւ ինքը ոնց որ ուզել է, Ատենց արել ենք քուրեր եղբայրներ ջան, մեզի ոնց հրամցրել է, ատենց արել ենք, մեզի մեղքի բաժին կերակրել է, սնուցանել է, չարախոսություն այս, լսել ենք, համաձայնվել ենք, բան ենք արել եւ ինչ ուզեցել է, այդ էլ արել ենք։ Հիմա էլ չի կարա մարդը անընդհատ հակառակորդի սեղանից կերակրվի եւ չանի իր ուզածը, չկա այդպես բան։ Եթե մարդը մարմնավոր ձևով է ապրում, շնչավոր ձևով է ապրում, կերակրվում է հակառակորդի սեղանից, հակառակորդն ինչ որ ասես պետք է անի չի կարա։ Բայց այն մարդը, ով որ լսում է ավետարանի ձայնը, Հիսուսի ձայնը որ լսում է, մեջքով է կանգնում հակառակորդին, դեմքով դեպի Քրիստոսը եւ օգտվում է Տիրոջ սեղանից, ինքը կատարելու է Սուրբ Հոգու ասածը։ Ինքը կատարելու է Աստծո որդու ասածը, այսինքն ապրելու է հարուցյալ կյանք, կենթանանալու է եւ ապրելու է այսուհետ Քրիստոս կյանքը քուրեր եղբայրներ ջան։ Հիմա կատարելության մասին չեմ խոսում, հնարավոր է սայթակում, հնարավոր է թերելեմ, բայց ինքը դեմքով դեպի Քրիստոսն է, դեմքով դեպի կյանքին է կանգնած եւ գնում է այդտեղ։ Ընկել եմ, կոտրվել է, ձեռքս ցավում է, թե վնասված եմ, գայթակղություն է, ինչ որ բաներ կա, ընտրությունս չի փոխում։ Ես դարձյալ Հիսուսին եմ, դեմքով դեպի իրան եմ կանգնած։ Հասկանում եք, մարդը լույսի մեջ կարա արդեն ընկնի, ոչինչ։ Ասում է արդարը թեև 7 անգամ ինա, Տերը պիտի կանգնացնի, որովհետև իմ նպատակս Տերն է, Հիսուսի հետ հաղորդ ըլնելն է, ճանաչելն է, ապրելն է, հարուցյալ կյանք ապրելն է, քուրեր եղբայրներ ջան։ Տիրոջ անունը փառավորվի։ Եվ ուզում եմ կարդամ Եզեկիելի, ուրեմն Եզեկիել 37-ից, տեսնենք ինչպես է ասում խոսքը այստեղ։ Ասում է, ուրեմն 37:13-ից կարդում եմ. Երբ ձեր գերեզմանները բանամ ու ձեզ, ասում է, ձեր գերեզմաններեն հանեմ, ով իմ ժողովուրդս պիտի գիտնաք, թե ես եմ Տերը։ Այդ ինչ գերեզմաններ էր բացում, այդ ինչ կենթանություն էր տալի, քուրեր եղբայրներ ջան։ Ես հավատում եմ, որ իմ ներսը ծեփած գերեզմանոց է, ներսս մեռած է առանց Հիսուսի։
Հիմա տեսեք 14 խոսքի ինչ ասում։ Ասում է ես իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ ու պիտի կենթանանաք ու ձեր երկրին մեջ ձեզի պիտի հանգստացնեմ ու դու պիտի գիտնաք, թե ես Տերս խոսեցա ու ասի ասում ասի։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստծո փառած հոգին եկել է, Աստծո խոսքը այո գալով իմ ներսը, այդ ծեփած գերեզման որ կար, հիմա էլ այնտեղ ծեփած գերեզման չի, մեռելատուն չի, այնտեղ տաճար է, ես ոնց որ տաճար եմ Սուրբ Հոգին, Աստծո խոսքը այդպես ասում։ Եվ Աստծո փառած հոգին երրորդության անձը կբնակի իմ մեջ, ոնց որ կարդացի խոսք ասում է, ձեր մեջ պիտի բնակիմ, ձեզի Աստված պիտի լամ։ Եվ ասում է, այդ համարը կարդացի Սուրբ Հոգին իմ հոգին հետ Աբբա հայր կկանչի։ Տեսնում եք գործունեությունը Աստծո խոսքի, իմ կենթանությունը, իմ հարուցյալ կյանքը, քուրեր եղբայրներ ջան։ Եթե ես առանց Հիսուսի եմ ապրում, եթե ես առանց Աստծո որդու եմ ապրում, իր փառած հոգու եմ ապրում, մեռած ծեփած գերեզմանոցա մարդկության ներսը, մեռած ներսևանց մեռած է։ Սա Եդեմի պարտեզում այս վթարը տեղի ունեցավ, քուրեր եղբայրներ ջան։ Բայց Աստված, քանի որ սիրեց մարդկությանը, այտենց չթողեց, հաշտության ձեռք մեկնեց, առաջ ինքը այդ գործը արեց, մոտավոր 2000 տարի առաջ իր որդին տալով, հիմա ասում է հաշտվեցեք Աստծո հետ, հիմա երկնքի դուռը բացված է, այսօր հնարավորություն կա, Քրիստոսով ունեմ այդ շանսը կա այսօր քուրեր եղբայրներ ջան, ինչ լավ է որ այսօր արթնանամ, ինչ լավ է որ լսեմ Աստծո որդու ձայնը, կենթանանամ, որպեսզի արժանանամ հավիտենական կյանքին քուրեր եղբայրներ ջան, վաղը չգիտենք մենք ինչ ա լինելու, այսօր քանի որ կա այս հնարավորությունը, քանի որ կա ես օգտագործեմ, լսելով Տիրոջ խոսքը, լսելով իր Սուրբ Հոգու ձայնը, Աստծո Սուրբ Հոգին ամեն մեկի հետ, ամեն մեկի ներսը գիտի, ճանաչում է եւ ամեն մեկի սրտի հետ խոսում է, լսի իր ձայնը, ապրի այդ կյանքը, լսի Աստծո որդու ձայնը եւ ինքը քեզի կկենթանացնի, դու կյանքի ջուր կխմես այսուհետ, դու պղտոր ջրեր չես խմի, դու կյանքի ջուրը խմելով կապրես հարուցյալ կյանք, քուրեր եղբայրներ ջան, եւ կարդալու եմ Հովանու ավետարան 5-րդ գլուխ 21 խոսքը, 5:21-ից կարդալու եմ, վասնզի ինչպես հայրը մեռելները կհարուցանե ու կկենթանացնե, այնպես ալ որդին, որոնք որ կուզե կկենթանացնե։ Ինչպես հայրը կկենթանացնե, ասում է որդին էլ, որը որ կուզե կկենթանացնե, իսկ որդին, որը կուզե կենթանացնել։ Հիմա եթե մեկը երես է դարձրել, այդ մարդը չի ուզում կենթանանա, լույսը չի սիրում, ոնց պիտի կենթանանա։ Պատկերացնում ես մարդը հոժարությամբ, Հիսուսը ուզում է ամենքը աշխարհի մարդիկ կենթանանան ապրեն իր կյանքը, բայց մարդիկ չեն ուզում կենթանանան, մարդիկ խավարն են, որ որդին չի պատվեր, զանիկա ղրկող հայրը չի պատվեր, ճշմարիտ կսեմ ձեզի, թե ան որ իմ խոսքերս մտիկ կնե ու կհավատա անոր, որ զիս ղրկեց, հավիտենական կյանք ունի ու դատապարտության տակ չի նար, ապա մահվան է դեպի կյանք անցած է։ Տեսնում եք, ով որ կհավատա Քրիստոսին, ասում է, էլ դատապարտության շուքը գնաց, հիմա տեղափոխություն տեղի ունեցավ, էլ դատապարտության տակ չի այդ մարդը, ով որ Հիսուսին հավատացել է, ով որ հավատացել է այդ խոսքին, ով որ հնազանդվել է ավետարանին, այդ դատապարտությունը, Աստծո բարկությունը այդ մարդու վրայից վերցվում է, քուրեր եղբայրներ ջան, արդեն մտնում է, սկսում է նոր կյանք, Քրիստոսով նոր կյանք, շարունակեմ եւ ասում է ճշմարիտ կսեմ ձեզի, թե ժամանակ պիտի գա եւ հիմա ալ է, երբ մեռելները պիտի լսեն Աստծո որդի ձայնը եւ անոնք որ կլսեն, ասում է, պիտի ապրին։ Հիմա նայում ես մեռելը ոնց պիտի լսի Աստծո որդու ձայնը, եթե մեռած է։ Եսում մասին ասում քուրեր եղբայրներ ջան։ Աշխարհի մարդկության մասին ասում, որ առանց Հիսուսի դու մեռած ես, առանց Քրիստոսի մեռած ես դու, եւ ասում է հիմա ալ է ժամանակը, եւ որ լսում են մեռելները, ճիշտ է կենթանի են, բայց մեռած են, բայց ովքեր կլսեն, ով որ կգա Հիսուսին, ով որ կհավատա Հիսուսին, ասում է պիտի ապրեն, պիտի հավիտյանս հավիտենից ապրեն, այսինքն մարդը նորից սկսում է կենթանանալ, այն որ Եդեմի պարտեզում
տարել էր, մեռել էր ինքը, այն որ սատանան խաբել էր իշխանությունը տարել էր մարդու ձեռից, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Քրիստոսով այդ իշխանությունը նորից վերադարձվում է, ապրելու նոր կյանք, աստվածանից կյանք, Սուրբ Հոգու առաջարկած կյանքը, ավետարանի ճշմարտության կյանքը, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ընտրություն է տրված մեր առջև, ճանապարհ է դրած մեր առջև, որը որ ուզեցինք ենել ապրելու ենք։ Ես սիրեցի անոր հայտնվելը, ես սիրեցի Քրիստոսին, ես ապրելու եմ այդ կյանքը։ Եթե ես սիրեցի խավարը, ապրելու եմ այդ կյանքը եւ վերջը հավիտենական կորուստ։ Բայց եթե ես ընտրել եմ այս երկրի վրա, իմ հավիտենությունը այս երկրի վրա եմ որոշում, Հիսուսի հետ ապրեմ, ես անցկացրել եմ իմ հավիտենությունը։ Տիրոջ անունը փառավորվի։ Արագացնեմ, եղբայրներն էլ կխոսեն։ Ուրեմն Փիլիպեցիս կարդամ, տեսնենք հարության զորությունը։ Փիլիպեցիս ուրեմն 3:7-ից կարդում եմ, քուրեր եղբայրներ ջան, 3:7-ից։ Փիլիպեցիս 3:7-ից ասում է, բայց ինչ որ ինձի շահեր, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի, եւ իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեպեմ, իմ Տիրոջ Քրիստոս Հիսուսին գերազանց գիտությանը համար, որուն համար ամեն բան է զրկվեցա եւ աղտեղություն կսեպեմ, որպեսզի Քրիստոսը շահիմ, ուշադիր լսեք, ասում է ու իր մեջ գտնվիմ, ոչ թե իմ արդարությունս ունենամ, որ օրենքեն է, ապա Քրիստոսին հավատքովը եղած արդարությունը, որ Աստծմե է հավատքով, որպեսզի ճանչնամ զանիկա եւ անոր հարությանը զորությունը ու անոր չարչարանքներուն հաղորդ տլամ, անոր մահվան կերպարանքը առնելով, որպեսզի մեռելներուն հարությանը հասնիմ։ Տեսակ ես գործնեությունը, ասում է անոր հարության զորությունը եւ անոր չարչարանքներուն կցոր տլամ։ Այսինքն ապրեմ ավետարանի ճշմարտության կյանքը, այսինքն նմանվեմ, Տեր ասում էր ինձի նմանվեք, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Եթե դու Հիսուսի գառն ես, Հիսուսի ոչխարն ես, քեզի մորթելու են, իսկ դու կարողանում ես էդի տանես, կարողանում եմ ես ասեմ Տեր ջան, ների չեն հասկանում ինչ են անում։ Եթե այս հոգին, այս հոգեբանությունը չունեմ, քուրեր եղբայրներ ջան, կրակ եմ իջացնում վառելու, հələ ես այդ հոգու մեջ չեմ, հələ տեղ ունեմ աճելու, Աստված օգնական լինի, որպեսզի մենք այո այդ չարչարանքներին, որ ասում է կցոր տլանք, երկու տեղ կարդացի, մենք այո համաձայնվելով, կոտրվելով ապրելու ավետարանի կյանքը, հարուցյալ կյանքը, այո հաղթանակած կյանքը։ Հիմա ճիշտ է, դրսևանց դժվարություններ, ալիքներ, խնդիրներ կգա, բայց իմ ներսը ուրախության կյանքը, իմ ներսը ձևավորվում է երկնային արքայությունը, իմ ներսս Քրիստոս կյանքն է ձևավորում։ Հիմա այդ սերը քաղցրությունը ով պետք է իմ ներսից տանի։ Եթե ես ուզում եմ ապրեմ այդ կյանքը, իմ ներսն է սա, այդ թագավորությունը իմ ներսն է, ով պիտի տանի քեզանից։ Հնարավոր է ունեցվածքս տանեն, հնարավոր է իմ փառքի ցեղ լցնեն, հնարավոր է ինձի հալածեն, չէ, բայց այդ ներսին ով կարա կպնի։ Այդ ներսի ներքին սենյակում, որ ես Աստծո Սուրբ Հոգու հետ իմ հոգին մեկացած է, ես բերել է այս ճանաչողության, այս կյանքի ապրելուն, ով կարա ստեղ մտնի այդ ներքին սենյակը։ Ես եւ Սուրբ Հոգին մեկացել ենք, Աստծո Որդու հետ մեկացել եմ ավետարանով։ Հիմա ով կարա այնտեղ խանգարի։ Ասում է ինչը պետք է զատեմ ես Քրիստոսի սիրուց, հալածանքը, նեղությունը, այս բաները, չէ, բայց մեր կյանքում մեր ոտը տրորում են, մոռանում ենք, հարուցյալ կյանքն ենք մոռանում, Հիսուսին ենք մոռանում, չէ, խոստովան ենք անկեղծ, ինչքան ալնում, տես բարկության մեջ ենք ելնում, էմոցիաներին ենք տրվում, այս բաներին, թող Տերը պահի, ամեն մեկիս մնանք հավատարիմ Տիրոջ ճանապարհների մեջ եւ Տերը ով որ էլ ուխտը կապած չի, ջրի մկրտություն չունի, Սուրբ Հոգու մկրտություն, փափագի սրտանց, փափագի Հիսուսին, լսի ավետարանի խոսքը եւ այո, այս ընթացքը կկատարվի քո կյանքի մեջ։ Այո, այդ ուխտը ես հիմա պետքա որոշեմ, կյանքում մի հատ պահ է գալիս։ Հիմա մի տարի եմ գալի, 2 տարի եմ գալի, 4 տարի եմ գալի, 5, 10, 20, հələ որոշում չեմ արել, որ ուխտ կապեմ Հիսուսի հետ, որ այսուհետ ապրելու եմ քո հետ։
Հիմա սրանք քուրեր եղբայրներ ջան, Սուրբ Հոգու մկրտությունը, ջրի մկրտությունը իմ ներսի վիճակի հետ է, իմ ընտրության հետ է կապված։ Եթե ես ուզում եմ, փափագում եմ ապրել իր հետ, այս ակտը պիտի կատարվի իմ կյանքիս մեջ։ Հիմա ես երիտասարդ եմ, ենթադրենք 10 տարի անցել է, ինչի համար չեմ մկրտվել։ Ինչի համար սա պիտի անհանգստանամ։ Օրերը սենց միշտ չի լինելու։ Հնարավոր է ժամանակ գա, մենք չկարողանանք սենց հավաքվենք խոսքը խոսանք, բայց ես յուղը չունենամ, բայց ես չունենամ Քրիստոս կյանքը։ Ես շատ կարևոր բան եմ ասում, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա եթե ես մենակ պաշտամունքից պաշտամունք եմ կերակրվում, հնարավոր այսի դաթարի ես ցմքելու եմ ու վերջս գալու է։ Բայց եթե ես օգտվում եմ ներքին սենյակում ակունքից եմ օգտվում, Քրիստոսից եմ օգտվում, քուրեր եղբայրներ ջան, պաշտամունքներն էլ արգել են, ինչ էլ որ լինի հալածանքել սկսի, իմ ներսս այդ կյանքը ձևավորված արդեն։ Իմ ներսս ապրելակերպ է սա արդեն։ Հասկանում եք։ Ու հնարավոր է որ չթողեն իրարու հաղորդակցվեն, որովհետև սատանա այդ խորհուրդը գիտի, որ մեկտեղ հավաքվան, Սուրբ Հոգու կրակը բռնկվելու է, իր գործերը քանդելու են։ Հասկանում եք։ Դրա համար հնարավոր է ժամանակներ գա այդպիսի բաներ լինի, բայց եթե ես օգտվում եմ ակունքից, Քրիստոսից, աղբյուրից օգտվում եմ, ես լեցված եմ Սուրբ Հոգով, ու այդ ոչ մի բան իմ վրա չի ազդելու։ Իմ հավատքս չի կոտրելու, քուրեր եղբայրներ ջան։ Կողոսացիներից կարդամ եւ կավարտեմ վերջի համարը։ Կողոսացիս 2-ի ուրեմն 12-ից կարդամ։ Ասում է թաղվելով անոր հետ մկրտությունով, որով նաև անոր հետ հարություն առիք Աստծո զորությանը հավատալով, որ զանիկա մեռելներեն հարուցանեց, եւ ձեզ որ ատենմը հանցանքներու մեջ ու ձեր մարմնի անթլպատությանը մեջ մեռած էիք, կենթանացուց անոր հետ։ Մեր բոլոր հանցանքները ներեց մեզի ու հրամաններով հաստատված պարտամուրակը, որ մեզի հակառակ էր ջնջեց, մեջտեղեն վերցուց ու խաչավայտի վրա գամեց։ Տիրոջ անունը փառավորվի։ Տեսնում եք հիմա այստեղ ասում է թաղվելով անոր հետ մկրտությունով, ջրի մկրտության մասին ասում։ Հիմա մենք ուխտ ենք կապում Տիրոջ հետ, այո ջրի մեջ մտնելով եւ այո խոստումով, որ մենք ապրելու ենք Քրիստոս կյանքը, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա Քրիստոս հարությունը առե, ես էլ Հիսուսով հարություն առած պիտի լինեմ արդեն։ Ես էլ Քրիստոսով հարություն առած ավետարանի կյանքն եմ ապրելու, որովհետև իմ շատ մեղքերը, իմ պարտամուրակը, որ սատանան բացում էր, միշտ հիշացնում էր, զրպարտում էր, ընկճացնում էր, ասում են խաչափայտի վրա գամեց։ Հիմա այս հները անցան, հիմա ամեն բան նոր եղավ Քրիստոսով։ Այսօր դու ինչ կյանք ես որոշում ապրես։ Որոշի, մտածի, ուխտ կապում ես Տիրոջ հետ թե չէ։ Սա կարևոր բաներ են մեր կյանքի մեջ, քուրեր եղբայրներ ջան։ Սա ընտրություն է, սա հաստատություն է, սա ուխտ է կապել։ Մենք ինչքան խավարի հետ ինչքան գործեր ենք բռնել, ինչքան բաներ ենք հաստատել, բայց այսօր ավետարանի խոսքը չեմ լսում ինձ ինչ ասում, չեմ լսում ինձ ուր ամղում։ Լսի, ընդունի, հաստատի, որպեսզի ժառանգես հավիտենական կյանքը ամեն։ Եկեք աղոթք անենք։ Քեզ ալելույա Իսուս ջան անունդ փառավորվի գլաբիդի սոյ բլս ալելույա ռաբադայդինա սայդինը գլագադա սոյ բլս ալելույա Իսուս ջան անունդ փառավորվի Տեր ջան ալելույա Տեր ջան Օ Սուրբ Հոգի ջան անունդ փառավորվի մեծարում ենք քո Սուրբ անունը Սուրբ Հոգի ջան անունդ փառավորվի Տեր ջան որ եկար մեր ներսը բնակություն հաստատեցիր որպեսզի մեր հոգիները կենթանացնես Տեր իմ Աստված, որպեսզի մենք ապրենք քո ճշմարտության համար անունդ փառավորվի Տեր ջան։ Հիմա մենք հանձնված ենք Աստված, եթե այստեղ մեկը կա կոտրված, հուսահատված, Հիսուս ջան, այսօր քո խոսքերը խոսվում է եւ քո խոսքի համաձայն ենք աղոթքանում եւ դու ասեցիր հիմա ալ է ժամանակը, մեռելները պիտի լսեն, պիտի կենթանանան։ Տեր իմ Աստված ջան, մեռած էինք
ժամանակներ առաջ, եւ դու ողորմացիր եւ քո խոսքի միջոցով կենթանացրիր մեզի Տեր, քո Սուրբ Հոգու միջոցով կենթանացրիր Տեր իմ Աստված, որպեսզի ապրենք հարուցյալ կյանքը քո անվանդ փառքի համար Տեր իմ Հիսուս շատ, թող քո անունը փառավորվի Տեր իմ Աստված, խնդրում եմ լսես այս աղոթքը Տեր իմ Աստված, եթե մեկը Տեր ջան երկմտում է, տարակուսված է եւ այդ ուխտը չի կարող հաստատի, խնդրում եմ այցելություն անես Տեր իմ Աստված, այդ որոշումը, այդ մեր կողմից այոն ասվի այսօր Տեր ջան, մեր ներսևանց այո ասվի քեզի Տեր իմ Աստված, որ դու ես կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը, դու ես ման քու հաղթությունդ Տերը մերելներից հարություն առավ եւ հաղթեց մահին եւ գերեզմանին այլևս նրա վրա մահ իշխանություն չունի եւ բոլոր նրանց վրա ովքեր իրան ընդունեցին որովհետեւ Աստված նրանց իշխանություն տվավ Աստծո որդիներ լինելու եւ Աստծո հետ հարաբերություն ունենալ կապ հաղորդություն ունենալու սերներ էսա քրիստոնյայի կյանքը Քրիստոնյա նշանակում է Աստծուն ճանաչող, իր ստեղծիչին, իր արարչին գիտող ճանաչող եւ իր այդ սիրո կապ հաղորդություն ունեցող մի անձ, որը հույսով եւ հավատքով սպասում է Քրիստոսի երկրորդ գալուստին, որովհետեւ Տերը պիտի գա եւ իրեն ապավինողները, իրեն սպասողներին իր մոտ պիտի վերցնե եւ երկիրը պիտի այրե կրակով, անվերջանալի կրակով, ուրեմն սիրելիներ, այսօր եկեք քննենք մեր անձը, որտեղ ենք մենք այսօր գտնվում։ Հիսուսը մեռելներից հարություն առավ, նա իր չարչարանքով գնեց այս փրկությունը։ Անցյալ օրը ես խորհում էի, որ շատ անգամ մենք մտածում ենք, թե ինչպես Տերը դիմացավ խաչի վրա, այդ չարչարանքը, այդ տառապանքը, այդ անարգանքը Գիտեք, մենք եթե անարգանք տանենք որևէ ինչ-որ չափով, երբեք չի կարող հավասարվել Քրիստոսի կրած անարգանքին, որովհետև ինքը արդար էր, ինքը սուրբ է, իր մեջ մեղք չկա, բայց մենք ունենք լիքը հանցանքներ, ուրեմն սիրելիներ, եւ կարծես թե միտքս լուսավորվեց, թե չէ թե չգիտեինք, բայց երբ որ հոգին է խոսում, նորից մենք սովորում ենք, Քրիստոսը խաչի վրա էր Եվ նախքան ասում էին խաչը հանե եւ բոլոր ժողովուրդը ատելությամբ լեցված էին Տիրոջ վրա բացի իհարկե աշակերտներից եւ հավատացողներից բայց ամբողջ ժողովուրդը ատելությամբ նայում էին բայց Քրիստոսը խաչի վրայից ասեց հայր ներիր սրանց որովհետեւ չգիտեն ինչ են անում Ինչ էր անում Քրիստոս, ինչ էին անում մարդիկ, խաչում էին Աստծո ինչ էր անում Աստծո խաչով սպանում էր մեղքը, խաչով ջախջախում էր սատանայի գլուխը։ Ահա թե ինչ էր կատարվում խաչի վրա, եւ ժողովուրդը ատելությամբ ալեցված իր հանդեպ, բայց Տեր Հիսուսը նայում է ժողովրդին եւ ասում է ես սիրում եմ ձեզի Դուք, որ ինձ ատում եք, ես գիտեմ, որ դուք չեք, հապա սատանան է, որ ներգործում է ձեր մեջ ինձ ատել, որովհետև Հիսուսը ատելի չէր, Հիսուսը մի մեղք չի գործել, մեկին մի վնաս չի տվել, եւ այսօր նա խաչի վրա մեռնում էր իմ համար եւ խաչի վրա ջախջախեց սատանային, ահա թե ինչ էր կատարվում, նա պարտության մատնեց դիվական ամբողջ աշխարհը իր խաչով, իր մահով եւ հարություն առնելով մեզ տվեց կենթանություն եւ հավիտենական կյանքի հույս։ Եբրայեցիներին ուված նամակի առաջի գլխում այսպեսի խոսք են կարդում 1:13 համարում Հայրը ասում է Տիրոջ համար իմ աջ կողմս նստի մինչև քու թշնամիներդ ոտքերիդ պատվանդան դնեմ Դու ունես թշնամիներ այսօր որ հավատքի համար քեզ ատեն քեզ նախատեն քեզ հալածեն մենք այսօր ֆիզիկական հալածանքներ չեն կրում բայց արհամարեն վրեջ ծիծաղեն հետևիցդ բան պասեն որպես քրիստոնյա որպես հավատացյալ, որովհետև եթե այսօր մեկը Աստծո հետ բարեկամ չի, նա Աստծուն թշնամի է։ Հիսուսն ասեց, ան որ մեզի հետ չէ, մեզ հակառակ է։ Ուրեմն այսօր ում հետ եմ ես Աստծո հետ եմ,
թե Աստծո հետ չեմ։ Ես Աստծո հետ բարեկամ եմ, թե թշնամի։ Օրհնյալ լինի Տերը, որ մեզ ինչ արեց, իրեն բարեկամներ արեց, բոլոր իրեն սիրողներին եւ իրեն հավատացողներին, սիրելներ, օրհնյալ լինի Տերը, եւ Տերը այսօր մի կարևոր միտք էլ ասեմ, կարդում ենք Աստծո խոսքում, որ հարությունից հետո նա հայտնվեց իր աշակերտներին, երևցավ, հայտնվեց, ասեց, ահա ես, ինչ է կարծում, մեզի չի հայտնվում Տերը, մեզ էլ է հայտնվում, քեզ հայտնվել է Տերը, դու տեսել ես իրան քո սրտում, դու զգացել ես իր հոգին քո վրա, քո մեջ, դու քայլում ես Աստծո հետ իր Սուրբ Հոգով, Տերը քեզ հայտնվել է, թե ոչ, որովհետև Տերը ում հայտնվեց, իր աշակերտներին հայտնվեց, ովքեր են իր աշակերտները, նրանք, ովքեր իմ խոսքս կլսեն, կպահեն, ճշմարտապես իմ աշակերտներս կլինեն եւ ճշմարտությունը պիտի ճանաչեն եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատե։ Սիրելիներ, սրանք պատմություններ չեն, սրանք հեքիաթներ չեն։ Սա իրականություն է, սա իրական կյանք է, Աստծո հետ քայլել եւ շատ զգուշորեն քայլել, որովհետև Աստված սուրբ է եւ մեղքի հետ հաղորդություն չունի։ Եթե ես այսօր մեղքի մեջ լինեմ, Աստծո հետ հաղորդություն չեմ ունենա։ Դրա համար Քրիստոսը եղավ մեր արդարությունը, Քրիստոսը եղավ մեր սրբությունը, Քրիստոս եղավ մեր իմաստությունը եւ մեր փրկությունը Աստծո օրհնյալ լինի նա։ Ուրեմն Հիսուսին ունենալով մենք ձեռք ենք բերում այս բոլոր բաները, մենք սրբություն ենք ձեռք բերում, արդարություն, փրկություն, օրհնյալ լինի Տերը սիրելիներ։ Դրա համար Աստծո խոսքի մեջ նաեւ մենք կարդում ենք, որ Եփեսացիներին ուղված նամակի 5:14-ում այսպես է գրված. «Արթնցիր դու, որ կքնանաս եւ կանգնիր մեռելներից, ու Քրիստոս քեզ լույս պիտի տա»։ Ինչ գործ ունենք մեռելների մեջ։ Մեռելներից կանգնիր, ասում է, կանգնիր, եւ Քրիստոս քեզ լույս պիտի տա, որովհետեւ ինքն է մեր լույսը։ Ունես այս լույսը, մտածենք դրա վրա, խորհենք դրա վրա, այս կյանքը շատ արագ կանցնի ու կվերանա, հավիտենությունը արժևում մեզ սպասում ասելներ։ Երանի այն օրը, երբ որ մենք հավատքով կմտնենք այդ կյանքը, եւ այստեղից է այդ կյանքը, որ սկսում ասելներ մեզ համար։ Եսային 60 գլխի թղթի 60-րդ գլխում Եսայի 61 առաջի համարից ասում է. «Ելիր, լուսավորվե, քանզի քու լույսը եկավ»։ Ելիր, ինչ ես քնել, ինչ ես տարվել ես աշխարհով, Քրիստոսին փնտրիր, Քրիստոս քո լույսն է, նա եկել է, որպեսզի քեզ եւ ինձ լուսավորե, Աստված լույս է։ Սիրելիներ, ուրեմն դա նշանակում է ճանաչել Աստծուն եւ նրա մեջ ապրել։ Վասնձի ահա երկիրը խավար ու ազգերը մառախուղ պիտի ծածկե, բայց քու վրա Տերը պիտի ծագի եւ անոր փառքը քու վրա պիտի երևնա։ Ամեն։ Հիսուս Քրիստոսը, այսպես է ասում Կողոսացիներին ուված առաջի գլխում, Քրիստոս փառած հույսը մեր մեջ կամ ձեր մեջ։ Ուրեմն Հիսուսը մեռելներից հարություն արած, այսօր ամբողջ աշխարհում կքարոզվի ապաշխարել եւ Աստծո որդին հավատալ։ Այսօր էսա մեր խոսքի բուն իմաստը, Աստծո որդին ողջ է, Աստծո որդին հորաչ կողմում նստած իմ եւ քո համար բարեխոսություն է անում, որբեսի այս ասպարեզի ընթացքը ես մինչև վերջ կատարեմ եւ իր ավարտին հասնեմ, մենք բոլորս իրար հետ մեկտեղ։ Տերը ձեզ օրհնի, լուսավորի եւ բժշկի եւ հաստատի Հիսուս Քրիստոսի ձեռքով եւ Աստծո անունը փառավորվի մեր ապրած կյանքով, օրհնյալ լինի Տերը հավիտյանս, ամեն սիրներ։ Խոսած Ասենք Փառք Տիրոջը։ Մի քիչ ծրագիրը բաներ շատ
Սենց հագեցված էր, շատ բաներ կար մեջը, չգիտեմ, մեզի հոգնացրեց, թե ուրախացրեց, բայց ամեն դեպքում փառք Տիրոջը, ամեն ինչի համար, սիրելիներ։ Ուրեմն մի քանի խոսք եւ մենք կաղոթենք փառք Տիրոջը, ուրեմն եղբայրներ քուրեր, արդեն եղբայրները եւ ինքը ավետարանը հայտարարում խոսացին այդ մասին, ուրեմն ես ուզում եմ ձեզ փոխանցեմ այս կարևոր մտքերը, որպեսզի մենք ավելի հաստատվենք հավատքի մեջ։ Ըստ էության հարության հետ կապված 3 հատ պայման կա, 3 բան, որ մեզի տանում է դեպի Քրիստոսը, դեպի հարություն հաղթական։ Առաջինը, երբ որ Հիսուս հարություն է առել, դա փաստ է, եւ գիտեք, երբ որ մենք գործք առաքելոցը կարդում ենք ու շադիր, մենք տենում ենք, որ առաքյալների հիմնական քարոզչությունը հիմնված է եղել հարության վրա։ Իրանք վկայել են ամենաշատը հարության մասին, ինչու, որովհետև իրանք կոնկրետ վկաներ են եղել։ Իրանք իրանց աչքերով տեսել են դա։ Եվ սրա մեջ էլ կա հետաքրքիր խորհուրդ, ես կուզենայի մի փոքր էտել ասեմ, տեսեք առաքյալները որտեղ էին սկզբից։ Սկզբից իր այդ քայլեցին, հետո խաչի տակ էին, հետո գերեզմանում էին, հետո վերնատանը, որ տեսան իրանց աչքերով Հիսուսին։ Եվ Պողոս առաքյալը միտեղ վկայում այնց այդ նոր 15-րդ գլխի մեջ ասում է, որ երբ որ Հիսուս հարություն էր առել, երևացել էր 11-12-ին, հետո 500 եղբայրների, որից ամենավերջում ինձի։ Եվ ինքն դե շատ վատ խոսք ասում իր համար։ Ես չեմ ուզում այդ խոսքը տենց ասեմ։ Բոլորդ էլ կարդում եք, գիտեք։ Եվ ինչու՞ն էր կայանում իրանց զորությունը, ինչու իրանց վրա շնորհք կար, որովհետև իրանք վկայում էին հարության մասին։ Հիմա մեզ համար հեշտ է, մենք իրար ասենք էդի։ Մենք քանի տարի հավատքի մեջ ենք, իրար ասում ենք, չէ՞։ Ճիշտ է, դա մեզ նորոգում է, մեզ հաստատում է, բայց պատկերացրեք, որ մենք ստից հիմա դուրս գանք եւ ասենք այնտեղ, որտեղ որ չեն ընդունում, որտեղ որ չեն հավատում։ Օրինակ Պողոս երբ որ կանգնած էր Ագրիպա սարքայի առաջ, Փեստոսի առաջ եւ վկայություն էր անում, ինչ ասեց այնտեղ։ Խոսեց հարության մասին, որ պիտի մեռներ հարություն առնեն։ Եվ գիտեք ինչ ասեցին, իրան ինչ պատասխանեց, ասեց Փեստոսը բարձր ձայնով գոռաց ու ասեց. Պողոս, քո կարծացողությունը քեզ խելագարացան աստիճան է հասցրել։ Դու գժվել ես։ Ինչ ես խոսում, ինչ հարություն։ Բայց Պողոս պատասխանեց եւ ասեց. Պատվական Փեստոս, ես կուզենայի, որ դուք ամենքդ ինձ նման լինեիք, բայց այս կապանքներ են զատ։ Հավատացյալը։ Իսկ Ագրիպասն էլ ասեց, քիչ մնաց ինձ համոզեց, որ ես քրիստոնյա դառնամ։ Հիմա մենք կարանք դուրսը ուրիշներին, այ մենք իրար հեշտությամբ ասում ենք, որովհետև գիտենք, որ ընդունելություն կա մեր դիմացինի կողմից։ Հեշտ է ասելը։ Իսկ կարանք այնտեղ ասենք, որտեղ որ չեն ընդունում, չեն հավատում այս խոսքերին։ Ուրեմն հարությունը, սիրելիներ, առաջինը Քրիստոսը հարություն առավ, եւ ես ասում եմ ձեզ Հիսուսի անունով, որ առանց հարության քրիստոնություն չկա։ Առանց հարության, եթե որ մեկը հայտարարում է, որ ինքը քրիստոնյա է, բայց հարությանը չի հավատում, ինքը քրիստոնյա չի։ Ես չգիտեմ ինչա, չեմ կարող ասեմ ինչա։ Բայց հաստատ քրիստոնյա չի, որովհետեւ եթե մարդ քրիստոնյա է հայտարարում է եւ ինքը չի հավատում, որ Հիսուսը հարություն է առել, մնացած ամեն ինչը անիմաստ է։ Ամեն բան։ Ինչ որ կապված է եկեղեցական կյանքի հետ։ Երկրորդը, ովքեր որ Քրիստոսին հավատում են, կենդանանում են։ Հարությունը տեղի է ունենում, իմ հոգու հարությունը տեղի է ունենում Քրիստոսին ընդունելուց եւ ճանաչելուց։ Սա երկրորդ process-ն է։ Եթե Քրիստոս հարություն առել, իրան հավատացողներ իր հետ միասին կենդանանում է, հարություն առնում, հոգևոր հարություն է տեղի ունենում։ Մենք հարության զավակներ ենք, որովհետև հավատալով Քրիստոսին կենդանացել ենք մենք, որովհետև մենք մեռած էինք, բայց իրան հավատալով ապրեցինք, կյանք ստացանք, հարություն առանք, ինչու, որովհետև մարդկային հոգին, մարդ ինչքան էլ ապրում է երկրի վրա, զգում է, ցավում է, ուրախանում է, լացում է, ցանկություններ է ունենում,
Դա բոլորը մարմնական բաներ են, բայց մարդու հոգին իր ներսիդին մեռած է իրականում։ Ու երբ որ մարդը հանդիպում է Աստծո խոսքին, հանդիպում է կյանքին, թափանցում է իր մեջ Աստծո խոսքը, նրա հոգին, որը Աստծուց է, կենթանանում է իր մեջ։ Ուրախանում է, երբ որ հանդիպում է իր փրկչի հետ, կենթանություն է գալի, խաղաղություն է գալի, գտնում է իր փրկչին, նա հարություն է առնում, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ երրորդը դա ֆիզիկական հարությունն է, սիրելիներ։ Մենք գիտենք, որ Քրիստոսի հարությունով դեռևս ամեն ինչ չի ավարտվել։ Պիտի գա ժամանակ, եւ Պողոս առաքյալը գրում է, որ ազդարարության փողով, հրեշտակապետի ձայնով, Աստծո հրամանով մեռելները հարություն պիտի առնեն։ Սա երրորդ process-ն է։ Իսկ ովքեր պիտի հարություն առնեն։ Բարեգործները, եկեղեցի գնացող եկողները, լավ մարդիկ, բարի մարդիկ, ովքեր պիտի հարություն առնեն։ Նրանք, ովքեր որ արդեն հարություն են առել իրենց կյանքում, սիրելիներ, կենթանացել են։ Եվ դուք մի կարծեք, որ դա հասարակ բան է։ Այսօր բոլորին հետաքրքրում է, դե ոնց է տեղի ունենում։ Տեսեք Պողոս առաքյալը։ Իհարկե, ես որ նայում եմ Աստծո խոսքին, ես տեսնում եմ, որ կենթանի իրական ավետարանը հենց հարություն քարոզելու մեջ է։ Եթե մեկը չի հավատում հարությանը, իրան ինչքան ուզում ես ասա, Հիսուս քեզ սիրում է, Հիսուս քեզ ներում է, Հիսուս քեզ կանչում է։ Այս բոլոր բաները զգացմունքային աշխարհում են տեղի ունենում, բայց հոգևոր աշխարհում կենթանի ներգործումը Աստծո խոսքը, եւ ես հավատում եմ, որ Հիսուս մեռելներեն հարություն է առել։ Եղբայրներ, քույրեր, մեզ համար այս ժամանակաշրջանը, որ մենք ապրում ենք, այնքան է այդ խոսքը տարածված, որ անկախ մեզանից մենք ընկնում ենք դրա, ասենք, ազդեցության տակ։ Դե ասում են ուրեմն եղել է այդի։ Բայց պատկերացրեք առաքյալների վիճակը։ Հիսուս խոսում է հարության մասին, ասում է մարդու որդուն պետքա մատնեն մեղավորների ձեռքը, պիտի չարչարեն, պիտի սպանեն, ու երրորդ օրը ինքը հարություն պիտի առնի։ Եվ ինչ է ասում առաքյալը, Տեր, քավլիցի, այդ բաները քեզի չի կարա լինի։ Դու չես կարա այդպես բաներ անես ու մի հատ էլ հարություն առնես։ Ինչի մասին է խոսքը։ Նրանք չէին կարողանում հասկանալ, տեսնել այդ ինչու, որովհետև դեռևս թակավորում էր մարդկային հասկացողությունը։ Հիմա այսօր երբ որ մեկին ասում ենք մեռելները հարություն պիտի առնեն, գիտեք ինչ են մտածում։ Անմիջապես գնում են ֆիզիկական օրենքների, քիմիական կեսաբանական օրենքների, ինչ որ մտածում են թե դա ոնց է լինում, ինչպես է տեղի ունենում։ Մարդը երբ որ սկսում է մտածել այս process-ների մասին, անհնարին մի բան է դա։ Դա չի կարող լինել այդպիսի մի բան։ Եթե 4 օրվա մեռածը հարություն առավ, Ղազարոսը, 4 օրվա մեռածը, ինչ ասեց իր քույրը, ասեց Տեր, հոտած կլինի։ 4 օր արդեն։ Ինչ տարբերություն, եթե 2000 տարի առաջ մեկն է մեռել։ Հանգան ինչ տարբերություն։ Եթե Քրիստոսը կենթանի մեռած մարդուն բոլորի աչքի առաջ հարություն է տալի, նրա համար անհնար է արդյոք, որպեսզի 1000 տարվա մեռելները հարություն առնեն։ Սա մարդկային մտքի գաղափարից վեր է, մարդկայի հասկացողություններից վեր է, բայց երբ որ ես մանուկի նման հավատում եմ Աստծո որդու Հիսուս Քրիստոսի հարությանը, այս կյանքը ներգործում է իմ մեջ, եւ ոչ թե ես այդպես հասկանում եմ, այլ իմ հոգու աշխարհում Քրիստոսի հոգին բացում է ինձի այդ կենթանի զորությունը, որ նա ամենակարող Աստված եթե ասել է, ուրեմն ինքը էդի կարող է անել, իր մոտ անկարելի ոչինչ չկա։ Եվ այդ հարցը, տեսեք ինչպես է հնչում։ Եվ այս հարցը տալիս են հիմնականում նրանք, ովքեր ուզում են հակառակվեն Աստծո խոսքին։ Տեսեք ինչ է ասում։ Բայց հիմա պիտի մեկը ասե, թե ինչպես մեռելները հարություն կառնեն, կամ թե ինչ մարմնով կուգան։ Եվ սա տարածված հարց է, ինչպես մեռելները հարություն կառնեն։ Պողոս առաքյալը հստակ պատասխան ունի, հստակ։ Եվ գիտեք ինչ ասում այդպիսիներին։ Անմիտ,
Անիկա որ դու կսերմանես, եթե չմեռնի, չի կենթանանա։ Ուրեմն զայն որ կսերմանես, ոչ թե այն մարմինը որ պիտի բուսնի կսերմանես, հապա մերկ հատմը, թե ծորենը լա, թե մեկ ուրիշ։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Առաջի Կորինթացիս 15:35 Ուրեմն այստեղ շատ երկար է դրա բացատրությունը, ես չեմ ուզում այդ բոլորը կարդամ չձանձրացնեմ մեզի, սիրելիներ։ Բայց Պողոսը գրում է մի բան, որ ուզում եմ էդի կարդամ 39 խոսքը, ամեն մարմին մեկ մարմին չէ, բայց հապա մարդոց մարմինը ուրիշ է, անասունների մարմինը ուրիշ, ձկներինը ուրիշ, թռչուներինը ուրիշ, երկնավոր մարմիններ էլ կան, երկրավոր մարմիններ էլ կան, բայց երկնավորներուն փառքը ուրիշ է, երկնավորներինը ուրիշ, արևին փառքը ուրիշ է, լուսնի փառքը ուրիշ, աստղերի փառքը ուրիշ, ու մեկ աստղը մեկ աստղեն տարբեր է փառքով։ Այսպես է մեռելների հարությունն ալ։ Մարմինը ապականությունով կսերմանվի, անապականությունով ինչ կանի, հարություն կառնի։ Դա մեր հասկացողությունից ու գաղափարներից բարձր է։ Դա մարդու ոչ ֆիզիկական օրենքներն են ապացուցում, ոչ քիմիակ կենսաբանական օրենքներ են ապացուցում, ոչինչ չկա դրա համար, որպեսզի ապացուցի։ Մենք չունենք ապացույց, սիրելիներ, ֆիզիկական տեսանկյունից, բայց հավատքի զորությամբ մենք ընդունել ենք մեր հոգու աշխարհում, անապականացու սերմանվումը անապականացու պիտի հարություն առնի։ Այո, միթե անհնար է այդ Աստծո մոտ, այդպիսի բան չկա, սիրելիներ։ Ուրեմն հարություն են առնելու նրանք, ովքեր որ այսօր արդեն կենդանի են Հիսուս Քրիստոսով հարություն առած, ովքեր որ ապրում են իր համար, ովքեր ում ներսի մեջ բնակվում է Քրիստոս կյանքը, նրանք հարություն են առնելու, փառք Տիրոջը։ Եվ ահա այդպես է ասում 51-րդ խոսքը նույն գլխի։ Ահա ձեզի խորհուրդ մը կզրուցեմ, ամենս պիտի չննջենք, բայց ամենս պիտի փոխվենք, հանկարծակի աճ գոցել բանալու մեջ, վերջին փողի հնչելու ատենը, որովհետև փողը պիտի հնչի ու մեռելները հարություն պիտի առնեն առանց ապականության եւ մենք ալ պիտի փոխվենք։ Այսինքն այն օրը որ գա, երբ որ Աստված հրաման տվեց, որ եկեղեցին բարձրանա իր մոտ, հնչելու է փողը Աստվածային, ձայնը լսելու ամբողջ աշխարհը, հրեշտակապետի ձայնը, Աստծո փողի ձայնը, հրամանը Աստծո, այդ օրը որ գա, Իրանի այդ օրը ովքեր որ ողջ կլինենք եւ կմասնակցենք այդ փառավոր հափշտակությանը, սիրելիներ։ Իրանի այդ օրը դա մեծ գեղեցիկ փառահեղ օր ալինելու։ Աստծո ներկայությունը երկնքի մեջ, նրա լույսը տարածվելու ամբողջ փառքը ամբողջ աշխարհի վրա եւ ասելու է վեր ելեկի մոտ իմ ժողովուրդ։ Եկել է պահը եւ ժամանակը։ Եվ գերեզմաները բացվելու են։ Մարդկությունը Քրիստոսով ննջեցյալները առաջ հարություն են առնելու, իսկ նրանք ովքեր որ կենդանի են այդ պահին, մի վարքանի չափ, նույնիսկ վարքյանից փոքր, աչքի այս կոպի խփելու չափ, մի անգամից մարդիկ չեն հասցնելու էդի տեսնեն, ինչպես մենք չենք հասցնում մեր աչքի խաղը այդ կոպի, այդպես էլ չեն հասցնելու տեսնեն, ինչպես փոխվեցավ մարդկությունը, հավատացյալները եւ երկինք բարձրացան փառքով, միացան նրանց, ովքեր որ հողից արթնացան, սիրելիներ։ Դա լինելու է։ Եվ մենք, սիրելիներ, այդ դրա զավակներն ենք, Հիսուսի զավակները հարության, փառք Տիրոջը։ Դրա համար նրանք ովքեր որ կրում են ինչ որ փորձություններ, կրում են ինչ որ դժվարություններ իրենց կյանքում, կրում են ինչ որ անհաջողություններ, կարելի է ասել իրանց կյանքի մեջ, հիվանդություն կլինի, ինչ որ ընտանեկան խնդիրներ կլինի, ձեր կյանքի մեջ, ձեր հոգու մեջ, դրեք այս հույսը։ Հիսուս մեզի հավիտենական կյանք է խոստացել, որ ամեն բան վերջանալու է ու օրը պիտի գա եւ մենք պիտի միանանք իրան, հավիտյանս իր հետ լինելու, ասում է Աստծո խոսքը։ Ասենք փառք Տիրոջը, սիրելիներ, Տիրոջ անունը թող փառավորվի։ Եվ ելի եմ ասում, առաքյալները շնորհք էին գտել միայն այն դեպքում, երբ որ իրանք քարոզում էին հարուցյալ Քրիստոս։ Փառք Տիրոջը։ Եղբայրներ, քուրեր, ուրեմն մենք բոլորս գիտենք, որ մեր Սարգիս եղբոր ընտանիքում, Արփի քուրիկի ընտանիքում զավակ է ծնվել, Միրանան,
Աստված իրանց թող օրհնի դուստերը, փառք Տիրոջը։ Իրանք խնդրեն որ աղոտ կանենք իրանց երեխայի համար։ Իրանք իհարկե եկեղեցու անդամ չեն դերևս։ Մենք այսօր հանձնում չենք անում, բայց հավատում եմ որ կգա այդ գեղեցիկ օրը, որ իրանք երկուսով էլ ամուսիններով էլ կդառնան եկեղեցու անդամ, սիրելիներ։ Աստված իրանց կօրհնի, իրանք կմիանան եկեղեցուն, այս փառավոր ճոխությանը Աստվածային եւ կուրախանան իրանց զավակներով եւ իրանց հավատքի կյանքով։ Այսօր ուղղակի խնդրում ենք աղոտ կանենք իրանց փոքրիկի համար։ Մենք բոլորս պիտի աղոթենք, պիտի փառավորենք Տիրոջը, որ մի հատ էլ անփորձանք ծնունդ ա եղել եւ Տեր իր հետ լինի, իր ճանապարհների մեջ լինի։ Տիրոջը անունով փառավորվի եւ բոլորի մանուկներին էլ, բոլորի երեխաներին պիտի հիշենք։ Բոլոր նրանց ովքեր որ իսկապես պետք են իրանց երեխաներ ունենան, իրանց էլ պետք է օրհնենք Հիսուսի անունով, որպեսզի զավակներ ունենան։ Փառավոր լինի Տիրոջ անունը, հալելույա Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից Տեր ջան, որ դու օրհնեցիր այս ընտանիքը նաև Տեր Աստվածս, մի դուստր էլ պարգևեցիր Տեր Աստված իմ բարի Հիսուս։ Շնորհակալ ենք քեզանից Հայր ջան, խնդրում եմ օրհնես այս ընտանիքը, իրանց զավակներով միասին Տեր ջան, որպես իրանց կյանքում լինես դու Տեր, լինի քո հոգին, իրանց տան մեջ քո զորությունը, իրանց տան մեջ քո ավետարանը, քո խոսքը Տեր իմ Աստվածս։ Աղոթք ենք անում Իրանայի համար Տեր ջան, որ օրհնես իրան Տեր Հիսուս, չար փորձանքներից պահես Տեր։ Աղաչում ենք քեզ Աստված ջան, հիվանդություններից, վիրուսներից, այս աշխարհի ներգործությունից պահես իրանց Տեր, որ երեխա մեծանա շնորհքով, հոգով, քո կյանքով լցված, Սուրբ Հոգով լցված, եկեղեցու մեծանա Տեր Հիսուս ջան, խնդրում եմ, այս ընտանիքի մեջ Տեր Աստվածս լինի քո հոգին, քո աստվածային կյանքն ու ներգործությունը Հայր ջան։ Շնորհակալ ենք կրկին անգամ Հայր Աստվածս, թող քո բարի ձեռքը իր վրա լինի, օրհնությունը իր վրա լինի Տեր, այս փոքրիկի վրա Տեր Հիսուս ջան, եւ դու իրան առաջնորդես քո ճանապարհների մեջ գտարած Աստվածս։ Շնորհակալություն քեզ Հայր ջան, թող հոգի տիշնի, որ ապաշխարեն, դարձիգան Տեր եւ միանան եկեղեցուն քո անբան փառքի համար Տեր։ Նաեւ խնդրում ենք քեզ, աղոթք ենք անում Տեր ջան, դու գիտես Տեր Հիսուս ջան, մեր մեջ որ պետք է Տեր քո օրհնությունը, քո ներկայությունը Տեր, որ այցելություն անես Տեր Աստվածս, այս ընտանիքին Տեր, այն մեր ընտանիքներին Տեր, ովքեր որ Տեր կարիք ունեն այսօր, կարիք ունեն զավակի, կարիք ունեն Տեր Աստվածս, որ իրաց տան մեջ լսվի երեխայի ճիչը Տեր, երեխայի օրհնություն իշնի Տեր Աստվածս, քեզի ենք բերում Հիսուս ջան, որ օրհնես ու այցելես Տեր Հիսուս, եւ քո օրհնություն իշնի Տեր Հիսուս այս ընտանիքներում, որտեղ կա Տեր Հիսուս կարիքը Տեր Աստվածը, որպեսզի երեխայի ծնունդ լինի Տեր, քո անվան փառքի համար Տեր Հիսուս, փառավորիր քո սուրբ անունդ Հայր ջան, մեր մանուկներին, զավակներին, պատանի երիտասարդներին ենք բերում ոտքերի տակ, որ Հիսուս ջան կենթանի հոգիտից օրհնի, իրանք հարության կյանքին մասնակից լինեն Տեր Հիսուս, ոչ թե դատարկ լինեն Տեր, ապա հոգով լցված, հավատքով լցված ապրեն Տեր, փառք, պատիվ, գովություն, երկրպագություն քեզ Հայր ջան, կրկին անգամ շնորհակալ եմ ամեն ինչի համար Տեր, պաշտամունքի համար, եղբայրների խոսքի համար Տեր, երկի նվակի ծառայության համար Տեր, շնորհակալ ենք Տեր, աղոթողների համար Տեր, շնորհակալ ենք Տեր Հիսուս ջան, ներկայությունդ այստեղ է Տեր, փառավորիր քո սուրբ անունդ Հայր, գոհանում ենք Տեր, ձերքդ մեկնելու բժշկություններ անելու, ձերքդ մեկնելու հրաշքներ անելու Տեր Աստվածս, որպեսզի Տեր մեկներ Հիսուս քո խոսքդ հաստատվի նշաններով ու հրաշքներով Տեր, եւ դու փառավորվես այս վայրի մեջ Տեր Հիսուս, փառքես Տեր, փառքես Տեր, հալելույա, փառքես Տեր, բոլոր տկարությունները, հիվանդությունները թող քանդվեն Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուսի անունով, հալելույա, փառքես Տեր Աստված մեր, շնորհակալություն քեզ Հայր ջան, շնորհակալություն ներգործիր Տեր, ներգործիր, տկարները թող զորանան Հիսուս, հալելույա Տեր, հիվանդությունները բժշկվեն Տեր, Հիսուսի անունով Տեր Աստվածս, օ բոլոր կապանքները թող քանդվեն Հիսուսի անունով, հալելույա, հալելույա, փառքես, շնորհակալություն քեզ Հայր ջան, հետագա ընթացքը Տեր Հիսուս Սիրո խնջույքը օրհնես Տեր Աստվածս, որպեսզի ժողովուրդդ մեկ սիրտ, մեկ հոգի այսօր վայելի այն բարիքները Տեր, որոնք այսօր մեզի տվել ես դու Տեր Հիսուս, փառավորում ենք քո սուրբ անունդ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգին, ալելույա։ Ով Հայր մեր, որ երկինքն ես, քո անունդ սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր եւ մեզ ներիր մեր պարտքերը, ինչպես մենք կներենք մեր պարտապաններին ու մեզ փորձության մի տանիր, հապա չարից մեզ ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս հավիտենից ամեն։
օրհնյալն է Տիրոջ անունը Քրիստոս հայրավ ի մեռելոց օրհնյալ է հարությունը